Դայնագրությունը եւս ոնց հասկացա մեկնարկվեց։ Դե եթե դեմ չեք ու առարկություններ չկան, անցնենք այսօրվա հիմնական մեր թեմաներին։ Նախ երկու բառով իմ մասին պատմեմ գործունեության մասին, որ ըստ էության պատկերացնեք, թե ինչ մակարդակի եմ ես ձեզ փորձելու ինֆորմացիան տամ, հաշվի առնելով անցած ճանապարհն ու փորձառությունը։ Ես չեմ ուզում ասեմ երեխեք ջան, որովհետև եթե դուք այս դասախոսությանը ներկա եք ու լսում եք, ու հատկապես այս դասախոսությունից հետո իմ վերաբերմունքը այդ առումով այդ մասնագետներ, արդեն մասնագետ ու հասուն մարդիկ են որպես դիտարկում ձեզ, այսինքն այդ երեխեք ջան տերմինը ես կփոխարինեմ հարգելի գործընկերներ տերմինով, եթե դեմ չեք իհարկե։ Հարգելի գործընկերներ, այսօրվա մեր հիմնական քննարկման թեման դա ժեստերն են, ու առհասարակ մեր վարքագիծը ըստ էության շփումների մեջ։ Այսինքն, երբ որ մենք մարդկանց հետ շփվում ենք, ակամայից գործողություններ ենք անում, շարժվում ենք, չգիտեմ, եթե նկատեցիք մինչև մեկնարկը ես այսպես ինչ-որ ժեստ արեցի, կամ ձեզնից յուրաքանչյուրը, որ այս բանին ինձ լսում է, փորում է դեմքը, կպնում է իր փշերին, հա, այսպես ասած, դնչին եւ այլ, այս բոլոր ժեստերը ունեն տրամաբանական բացատրություն ու որոնց մասին մենք այսօր խոսելու ենք։ Բնականաբար շատ խորանալը վարման կարգը հաշվի առնելով հնարավոր չէ, այսինքն մենք շատ չենք կարող պրոֆեսիոնալ մակարդակի խորանանք, բայց առնվազն ձեր տարիքին համապատասխան ու ձեր շփումներին համապատասխան պլյուս մի բան է ավել, հաստատ դուք պատրաստ եք լինելու այս ծրագրից հետո ընկալել ու մարսել այն ինֆորմացիան, որը վերաբերելի է ժեստերին։ Այս իմաստով կխնդրեմ մի հատ դուք ինձ ասեք, ով ինչ ժեստեր գիտի, որոնք որ ըստ էության պրոբլեմատիկ են կամ չգիտեմ, ձեր կարծիքով, չգիտեմ, քիթ քորելը դա խաբելու նշան է, դունչ քորելը դա մեկ այլ նշան է, ինչ գիտեք այս թեմայի հետ կապված, ես տեսա ձեռքերը ձեր, Վեներա ջան, սկսենք ձեզնից, հետո Ռիփսիմե ջան կլսենք ձեզ։ Լավ, բարի օր բոլորին, շատ հաճելի է Տիգրան ջան, շատ ուրախ եմ, որ այսօր նման հետաքրքիր թեմա ենք քննարկելու ու շատ ավելի ուրախացա, երբ լսեցի, որ իրավաբան եք, ես էլ եմ ապագա իրավաբան ու ինձ համար շատ ավելի հետաքրքիր է։ Այժմ նշեմ, թե ինչ ժեստերի հետ կապված, ինչ եմ լսել եւ ինչ գիտեմ ընդհանրապես։ Նախ ասում եմ, որ երբ որ հատկապես տղաները այսպես են անում, հենց վիզն են այսպես շոյում, այդ նշանակում է, որ իրենք շատ լարված են ու ինչ որ մի բան իրենց անհանգստացնում է։ Խաբելու հետ կապված շատ-շատ այսպես ասում են, որ երբ որ քթին են ձեռք տալիս կամ թեկուզ բերանին են ձեռք տալիս, դա էլ է նշանակում, որ խաբում են ու կամ այսպես այտերն են կարմրում ուժեղ, բայց դե այստեղ սրանք միանշանակ չեն, որովհետև ոչ թե պետք է օրինակ հենց ժեստը միանգամից բռնենք ու ասենք հա շատ լավ քիթը քորեց ուրեմն ինքը խաբում է, այլ պետք է միանգամից փորձենք ինչքան հնարավոր է շատ փունջ հավաքել ժեստերի ու կոմբինացիայի արդեն դատենք այդ տվյալ ժեստը ու այդ տվյալ ժեստերի կոմբինացիան ինչ է նշանակում։ Ու նաև ասում են, որ այսպես խաչում են ձեռքերը, նշանակում է շատ անհարմար են իրենց զգում։ Բայց այս էլ էլի միանշանակ չի, ոնց որ կախված է համատեքստից, թե ինչ իրավիճակ է ու ոնց է լինում։ Այսքանը, մեկ էլ նշեմ, որ ժեստերի ու ընդհանուր մարմնի լեզվով շատ-շատ հետաքրքրված եմ ու վերջերս նաև կարդացել էի Ջոն Նավարոյի «Կարդալ մարմնի լեզուն» գիրքը ու շատ տպավորված եմ այդտեղից նույնպես։ Այդքանը։ Շատ լավ, շնորհակալ եմ Վեներա ջան։ Իրականում շատ կարևոր հարցեր բարձրացրեցիք ու պատահական չէր, որ ես ասում եմ հարգելի գործընկերներ, ոչ թե երեխեք ջան, այստեղ ոնց որ այդ կետը ավելի ամրապնդվեց իմ մոտ, որ հասուն մարդիկ են, ովքեր պատրաստ են նաև այս ինֆորմացիան մարսելու։ Շատ մերսի, շատ կարևոր կետեր առանձնացրեցիք։ Ես մի քանիսը նշել եմ, որ որպես միֆ դրա մասին խոսենք ու բացենք այդ փակագծերը, եւ մի քանիսն էլ կա, որ այո, իրականությանը համապատասխանում են, բայց ելի կարիք կա մեկնաբանման։ Կխնդրեմ հաջորդը Գայանե ջան, ձեր տպավորություններով ինչ կա ժեստերի լեզվի մեջ, որը որ լսել եք կամ գիտեք որպես տարածված ժեստ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Ինձ այն լսում է, չէ՞։ Այո, այո, լսում եք։ Ես մի քանի ժեստ գիտեմ, որոնք որսիկ պրոբլեմատիկ են համարվում որոշ երկրներում, օրինակ OK-ի ժեստը, որ մենք սենց ցույց ենք տալիս, դա օրինակ Բրազիլիայում ու Թուրքիայում վիրավորանքի նշան է ու չի կարելի, այնտեղ չեն օգտագործում,
պրոբլեմատիկ ժեստը նաև իմացած, որ ցուսամայատով ինչ-որ մեկին ցույց են տալիս, դա ու խոսելու ժամանակ ձեռքերը գրպաններում պահելը, որ անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս։ Շատ բարի։ Իսկ ժեստեր, որոնք որ տարածված են, այսինքն օրինակ գիտեք, որ չգիտեմ, սենց անելը դա խափելու նշանակ կամ քիչ քորել ավելի կոնկրետացնեմ հարցս, դա խափելու նշանա, ձեռքը դնչի տակ դնելը դա մտածելու։ Խափելու նշանը իրականում ես գիտեի, որ այսպես անելն է խափելու նշան, ես տենց տեսել էի, լսել էի, չեմ հիշում որտեղ, բայց դա գիտեի։ Այսինքն այս պարագայում Վեներայի ասացի հետ ձերը համընկնում է, որ այս ժեստը դուք դիտարկում եք որպես այսպես ասած ազդակ, որ դիմացի մարդը ձեզ խափում է։ Շատ լավ, դրան անդրադառնալու ենք։ Հորինում է, էլի այդ ձևը։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Արաքսիա ջան, ձեր կարծիքը։ Ես հերթականությունը գիտեմ խառնեցի կներեք, բայց իմ մոտ անդադ փոխվում է, էլի չեմ հասցնում հետևը։ Ահա, սկզբում առանձնացնեմ, երբ նշեցին, որ ձեռքերը խաչում են կամ ոտքերն են խաչում, ես կարդացել էի, որ մարդիկ պաշտպանվում են դիմացինից եկող ազդակներին, պաշտպանում են իրենց կարծիքը եւ այլն։ Հաջորդ ժեստը, երբ թուքն են կծում, նյարդային լարվածության ժամանակ կամ հենց խաբելու Սրա ժամանակ մասին շփումն է էին։ խոսքը։ Շատ լավ։ Լարվածության ժամանակ, երբ որ ատամներն են կրճտացնում կամ հենց այս ծնոտն է շարժվում, դրան էլ եմ ուշադրություն դարձնում։ Մեկ էլ որ ձեռքում ինչ որ բան են ունենում ու անդադ է տրորում են։ Հասկացա, սենց օրինակ ոնց որ այս գրիչի պարագայում սենց օգտագործում։ Շատ բարի, շատ հետա։ Իրականում շատ ինձ ես ինչի եմ սենց ժպիտով նստած, որովհետև այո, ձեր իմացածը այն ինչը դուք գիտեք, բավականին ինֆորմացիա է, հաշվի առնելով նաև ձեր կյանքի փորձը։ Փորձի հետ համեմատած շատ ինֆորմացիա ունեք։ Մենք այսօր այդ սաղ միֆերը փակելու ենք ու վերջնական պատասխան ենք տալու ձեր իմացածներին, որը ոնց կարելի է կիրառել ու որն է կիրառելի առհասարակ։ Շատ լավ, Արաքսիա ջան, Պրիպսիմե ջան, խնդրեմ։ Հա, մերսի շատ։ Չկրկնվեմ մի քիչ ուրիշ ժեստերի մասին խոսեմ։ Առաջին ժեստը, որ հիմնականում ուզում են իրենց բանը ցույց տան, որ ուզում են ցույց տան իրենք ինքնավստահ են, հիմնականում այս ժեստն է կամ այս ժեստը, այս հենց որ նստում են հիմնականում սկսենց կամ հիմնականում այս դիրքով իրենք վստահությունն են ուզում ցույց տան։ Հիմնականում գիտեմ նաև, որ աչքերի ժեստերի մասին մի քիչ խոսեմ, որ ասում են, մի քիչ միֆ է ինքը, գիտեմ միֆ է, որ ասում են նայում է ձախ նշանակում է խափում է, չէ, հակառակը, եթե նայում է աջ խափում է, եթե նշանակում է ձախ, ուրեմն ճիշտ է ասում, իբրև թե եթե նայում է ձախ անցյալից է ուզում ինչ-որ բան հիշի, եթե նայում է աջ ուզում է ինչ-որ բան հորինի։ Այդ իմիջիայլոց կներեք, քանի որ շատ կարևոր բան եք ասում, այդ ըստ էության այդքան էլ միֆ չի, բայց այդ ձևի գնահատական տալու համար այստեղ կարիք ունեն դիմացի մարդուն լավ ճանաչելու։ Հիմա ասենք օրինակ ես ձախլիկ եմ, ես իմ մոտ հակառակն է, այսինքն երբ որ ես նայում եմ ձախ, ուզում եմ հիշեմ, երբ որ նայում եմ աջ, կարամ ինչ-որ մի բան հորինեմ, բայց դա գնահատականը տալու համար դու պետք է այդ դիմացի մարդուն իր ֆիզիոլոգիական վիճակը, իր խոսելու ձևն ու տակտը լրիվ տիրապետես, որ սենց գնահատական տաս։ Այսինքն որպես միֆ չի, իրան կատեգորիկ մի վերաբերվեք որպես միֆի, բայց դա գնահատական տալու համար հարկավոր է մարդու առողջական վիճակից մինչև իր ամենօրյա ժեստեր դուք իրան լավ ճանաչեք, որ գնահատական տակ, ընդհուպ մինչև այն, թե մարդը աչլիկ է, թե ձախլիկ է, որովհետև դա է կապում։ Այս կներեք, որ ընդհատեցի, ուղղակի որպես ակնարկ շատ կարևոր էր սա ընդգծել, որ ինքը մեծ հաշվով միֆ չի, բայց այո, եթե առանց ճանաչելու ուղղակի գնահատական տակ այդ ձևով ինքը միֆ կարա դիտարկվի։ Ավելացնելու բան ունեք, Սիպսիմե ջան։ Հա, ընդհանուր ժեստերով շատ եմ հետաքրքրված ու տենց շատ գիտեմ այդ առումով։ Ասեմ, որ այս ժեստը հիմնականում օգտագործվում են մտածելու ժամանակ կամ հիմնականում սենց ինչ-որ բաներ, որ անում են կամ լարված ժամանակ աղջիկները իրենց լարվածությունը ցույց են տալիս անդադ մազերի հետ խաղալով կամ ինչ-որ բան լարվածությունն է տալի, որ անդադ ուզում են մազերի հետ խաղան։
Մեկ էլ, եթե չեմ սխալվում, ականջի հետ կապված ինչ-որ բան, որ ուզում են ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան ցույց տան, կամ ուզում են ինչ-որ բան փակեն կամ բան չանեն, առաջինը այդ ականջի ժեստն էլի անում, ինչ-որ բան են փակում, փորձում են, չգիտեմ էլի, հիմնականում ականջի հետ են սկսում շփվել, մեկ էլ հիմնականում ինչ-որ բան թաքցնելու ժամանակ կամ սուտ խոսելու ժամանակ ես որ գիտեմ, մի քիչ sense բան գիտեմ, որ անդադ ասեցին ճիշտ է, բերանի հետ են խոսում, շուրթերի հետ են բանանում, ինչ-որ սուտ թաքցնելու համար, կամ էլ հիմնականում այդ պահին ես նկատել եմ, որ նաև մարդիկ սուտ խոսելու ժամանակ սկսում են աչքերը քորել կամ աչքերը ինչ-որ բան անել, չգիտեմ, Շատ չի բան։ այս լինում։ Հասկացա։ Դրանց էլ ենք անդրադառնալու։ Ես չուզեցի ձեզ ընդհատել, դրանց քանի որ մեծամասամբ հենց դրանց մասին ենք խոսելու, շեշտադրելու ենք իրանց կիրառելիությունը, պրակտիկան, նաև փորձելու ենք մենք վերջում մի հատ վիդեոռոլիկով հասկանալ, թե ինչ ժեստեր են մարդիկ անում ու ինչ են խոսում, ինչքանով է դա իրար հետ համապատասխանում։ Բայց առաջ չընկնեմ։ Աննա ջան, խնդրեմ դուք, Քնարիկ ջան, հետո էլ դուք պատրաստվեք ու անցնենք նյութին։ Տիգրան ջան, ողջույն, անչափ ուրախ եմ եւ շնորհակալ ձեզ մերոն տեսնելու արդիվ եւ ուրախ եմ, որ հետագայում մեր համագործակցությունը եւս կշարունակվի։ Իրականում այն ամեն ինչ, որ ուզում էի ասել, մեծամասամբ նշվեց երեխեքի կողմից, ու ես շատ էի ուզում շեշտադրում անել, որ ոնց որ այս ժեստերը ու առհասարակ գրեթե ամեն ինչ հարաբերական է, ու ոնց որ նայած թե որ տեսանկյունից ենք նայում էլի, եթե օրինակ այս ժեստը մտածելու է կախված կոնտեքստից, կախված անձից, լրիվ տե 100% իմ կարծիքով հարաբերական է ու լիքը գործոններից է կախված։ Մեկ էլ կուզեի ասել, որ փողկապը կամ շարֆը առհասարակ այս մասը տես թուլացնելը լարվածությունը կամ ինչ որ անհանգստացնող բան թուլացնելու իմաստ ունի, որքանով գիտեմ։ Շատ բարի, ես նաև նշում եմ անում ինձ մոտ ձեր կողմից հնչեցրած տարբերակները, որ ավելի թիրախային անդրադարձան ենք դրանց։ Շնորհակալություն, Քնարիկ ջան, խնդրեմ։ Իրականում այս վերջերս ֆիլմ էին հայում ու դրա մեջ շատ ժեստեր նկատեցի ու մոտս գրի առան։ Օրինակ մազերի հետ երբ որ խաղում են թեկուզ առած պատճառ են որ ուղղված է, բայց էլի անդադ ուղղում են, դրանով հաջող օրինակ կամ մտածում են ինչ-որ բան կամ ստրեսի մեջ են կամ լարվածություն կա իրենց մոտ։ Գլխի թեքումը մեկ ուրիշ կողմ, երբ ինչ-որ բանով են օրինակ հետաքրքրված, մենք գլուխներս թեքում ենք այն կողմ, որտեղ որ այդ գտնվում է, կամ այն մատերի ոնց է կոչվում, չգիտեմ, այն որ ոսկորներն են տված, սենց չտացնելու մասին է, չէ՞ խոսքը, հասկացա։ Ուշադրությունը կենտրոնացնելու կամ լարվածությունը նվազեցնելու համար է օգտագործվում։ Ձեռքով կամ ոտքի շոշափել, արդեն ասեցին երեխեքը, ու աչքերը կկոցելը, երբ օրինակ թաքուն հաղորդակցություն ունենալու մասին է այդ վկայում։ Քանի որ ինքը ֆիլմից եք նայել, ինքը մի քիչ այդքան էլ տենց չի, բայց այո, իր մեջ ճշմարտության նշույլներ կա, այսինքն նույն աչքերի մասով ու այլ ձեր նշած ժեստերի մասով, այո, ճշմարտության նշույլներ կան, դրանց մասին կխոսեմ, ավելի մանրամասն կներկայացնեմ։ Ժորժ ջան, նախ ես էլ ձեզնից եմ շատ շնորհակալ, որ դուք կաք, Մայիսից եմ շատ շնորհակալ, Մայիս ջան, եթե այստեղ ես առանձնահատուկ մերսի, որ դուք կաք, ես նախաձեռնություն առհասարակ կա ու դուք այսօր միացել եք ու ունեք այս հետաքրքրվածությունը եւ այսքան շատ եք ու այսքան լավն եք, իրոք ձեզնից շատ շնորհակալ եմ ու սա իմ համար էլի եւս մեկ անգամ խորը համոզմունք էր, որ մեր վաղվա օրը պետքա լինի ավելի լավը, քան այսօրը, որովհետեւ կաք դուք մեր վաղվա ապագան, մենք բոլորս, ես էլ եմ ինձ վաղվա ապագայի մեջ դիտարկում։ Իմ մասին վերջում կպատմեմ, հաշվի առնելով վարման կարգը, որ շատ չխախտեմ, չնայած ասեցի, որ սկզբում կներկայացնեմ։ Եկեք հիմա անցնենք հիմնական թեմային ու դրանից հետո կսկսենք արդեն քննարկումները։
Այսօրվա, եթե հնարավորություն ունեք, այնպես արեք, ես ձեր մոտ մեծ երևամ։ Ես ճիշտն ասած շատ էի մտածում սլայդային ինչ-որ process-ով ձեզ գործընթաց ցույց տամ, բայց վերջում որոշեցի, որ ամենալավը այս սենց ուղիղ դուք ինձ տեսնեք եւ գործընթացներ ես ձեզ ցույց տամ։ Այսինքն այս հնարավորությունը ամենալավն է, որ դուք ինձ կոնկրետ ֆիքսեք։ Եկեք նախ մի հատ խոսենք բանակցություններից։ Ինչա բանակցություն։ Հա չեմ ուզում մտնեմ իրա Վիկիպեդիայի բացատրության մեջ կամ բառացի բացատրեմ, որ դուք ըստ էության այն ամեն ինչի մասին խոսեմ, ինչը որ դուք ըստ էության կարող Google-ով նայեք գտնեք։ Ես ուզում եմ խոսեմ նրա մասին, ինչի մասին որ դուք չեք գտնելու կամ քիչ հավանական է, որ դուք կգտնեք որևէ կայքերի միջոցով։ Բանակցությունը երկու անձի միջև քննարկում է։ Ու այդ քննարկման արդյունքում երկուսի մտքերը պետք է 100% իրար չհամապատասխանեն։ Եթե երկուսի մտքերը 100% իրար համապատասխանում են, այդտեղ էլ բանակցություն չի, այդտեղ արդեն մտքերի շուրջ քննարկում է։ Բայց բանակցության իմաստը նա է, որ որոշակի տոկոս անհամապատասխանությունը քննարկման արդյունքում դուք կարողանաք համապատասխանեցնել։ Ու այստեղ շատ կարևոր է բանակցության մեջ համար մեկ կանոնը, որ դուք կարողանաք որևէ իզյումինկա մտցնել ձեր խոսքի մեջ։ Օրինակ, էլեմենտար ու պարզ օրինակ, չնայած ես դա այդ նպատակով չեմ արել, բայց ակամայից ես այդ իզյումինկան մտցրեցի։ Երբ որ ես ասեցի դուք ես ձեզ չեմ դիմի որպես երեխաներ, ես կդիմեմ ձեզ որպես հարգելի գործընկերներ։ Չգիտեմ դա ձեր մոտ ինչ ազդեցություն թողեց, բայց ձեր էմոցիոնալ ֆոնը, ձեր հակառակ էմոցիան իմ հանդեպ արդեն որոշակի փոխվեց։ Փոխվեց դրական թե բացասական, դա արդեն այլ քննարկման հարց է, բայց որ դա ստանդարտից դուրս էր, ինքը արդեն բանակցությունների մեջ համար մեկ կանոնն է, որ դու պետք է անես որևէ քայլ, որը ստանդարտից դուրս է։ Իհարկե, ընկալման ու համագործակցության process-ի մեջ։ Ես այստեղ ինչ-որ բան բացվեց էկրանին, բայց ես չեմ կիսվել էկրանով, փակվեց։ Այս առումով Ժորժ ջան, բանակցության մասով կուզենամ այսքանը ասել, որպեսզի դուք ի նկատի ունենաք։ Հիմա գնանք հենց ժեստերին։ Նախ, մինչև ժեստերի մասին խոսելը պետք է մենք հասկանանք ժեստը որտեղից է եկել ու առհասարակ մենք ինչի ենք ժեստեր անում։ Գոյություն ունեն մի քանի ժեստեր, որոնք որ ըստ էության մենք չենք կարող այդ ժեստերը թաքցնել։ Այսինքն ինչքան էլ մենք լինենք պրոֆեսիոնալ կամ որոշակի ազնիվ ժեստեր, հենց այդպես էլ կոչվում են, որոնք որ մենք ինչքան էլ պրոֆեսիոնալ լինենք, անհնար է դրանք թաքցնելը։ Ինչ եք կարծում, այդ որ մարմնի մասն է, որ ամենաազնիվ ժեստերն է անում ու շատ դժվար է դրան կոնտրոլի տակ պահելը։ Ասեք, արագ ասեք, էլ կարիք չկա ձեր բարձրացնելու։ Աչքերը, Ահա, աչքերը, մեկ, էլ Ձեռքերը, ոտքերը, ձեռքեր, ոտքեր, օրինակ ինչի ձեռքեր, ինչի ոտքեր։ Ամենաշատը դրանք ենք շարժում աչքերից հետո։ Շատ լավ, աչքեր, ձեռքեր, ոտքեր, էլ կա ուրիշ։ Ունքեր։ Իրականում ինչը թվարկեցիք բացառությամբ ոտքերի, բոլորը կառավարելի են։ Ամենակեղծավոր ժեստերը դա IST-ի ժեստերն են։ Ամենակեղծավոր, այսինքն դուք դեմքով կարող եք զարմանք ցույց տալ, դուք դեմքով կարող եք ժպիտ ցույց տալ, ձեռքով կարող եք, սրանք լրիվ կառավարելի, իսկ դեմքը հատկապես ամենակեղծավոր ժեստեր ցույց տվող մարմնի մասն է։ Մեր ամենաազնիվ մարմնի մասը դրանք մեր ոտքերն են։ Ու ոտքերի ժեստերը շատ հաճախ դժվար է թաքցնել։ Այսինքն, երբ որ դուք նկատած կլինեք, չէ՞ որ հատկապես մի քիչ պրոֆեսիոնալ մակարդակում, երբ որ բանակցություններ ա լինում, կարող է TV-ով տեսած լինեք կամ, չգիտեմ, ինչ-որ հաղորդում տեսած լինեք։ Երբ որ բանակցում են, այդ հաղորդավարի կողմը լինում է կամ փակ, կամ երկուսինն էլ բաց է, կամ մենակ հաղորդավարի կողմն է լինում ոտքերը փակ։ Որ խորանակ ուշադրություն դարձնեք, հարցազրույցավարները միշտ նստացնում են մարդկանց այն կողմը կամ երկուսինն էլ բաց է լինում, կամ այն կողմն են նստացնում մարդուն, որտեղ որ իր ոտքերը բաց են։ Հատկապես պաշտոնական, չգիտեմ, ասենք քաղաքական եւ այլն, այս բնակավարի ժողովուրդը այդ ձևով ցույց են տալի իրանց էմոցիաները ու շատ կարեւոր է սա նաեւ ներքին եւ արտաքին հետախուզության համար, որպեսզի իրան կարողանան անալիզ անեն այդ մարդկանց։ Այստեղ ոտքերի ժեստերը շատ դժվար է թաքցնել։ Ինչի՞ է սա այդպես, որովհետեւ երբ որ մենք
սկսում ենք մեր այսպես ասած կիսա ընկալելի կյանքը, ինչի եմ կիսա ընկալելի ասում, են մանկահասակ են, որ նոր քայլում ենք, մեր ազնիվ մասը ոտքերն է, որը որ մեզ տալիս է հնարավորություն կանգնելու ու ճանաչելու աշխարհը ավելի լավ։ Այս իմաստով ոտքերը ես սա փորձում եմ մի քիչ օգտագործեմ այն բառամթերքը, որը որ համապատասխանա ձեր տարիքին, այսինքն տերմինոլոգիայով չեմ ասում, որ ձեզ շատ չծանրաբեռնեմ։ Սրանք այդ ոտքերը մեր ազնիվ ամենահողին հպվող առաջի ազնիվ մարմնի մասերն են ու իրանց ժեստերը շատ դժվար է թաքցնել։ Ինչ վերաբերում է դեմքին, արդեն նշեցի, որ ամենաանազնիվ մարմնի մասը դրանք դեմքի ժեստերն են ու բացառությունը այստեղ աչքերը, որովհետև մենք աչքերի խաղը կարողանում ենք կառավարել, բայց աչքի բբի շարժը մենք չենք կարողանում կառավարել։ Իհարկե, եթե հատուկ ինչ-որ թմրանյութերի եւ բանի ազդեցության տակ չի, մարդը չի կարող աչքի բբի լայնանալն ու փոքրանալը կառավարել։ Մենք որպես կանոն սա գալիս է էլի մեր նախամարդ լինելուց, հա, եթե հետ գնանք ակունքներին, այն թեորիան ես կուզենամ զարգացնել, չնայած այնպես չի, որ տենց կիսում եմ 100%-անոց այդ թեորիան, որ մարդը առաջացել է կապիկից, հա, սենց եթե պայմանական վերցնենք, որովհետև այն ժամանակ աչքի բիբը փոքրանում էր վտանգի ժամանակ, իսկ լայնանում էր հաճելի բան տեսնելու ժամանակ։ Իհարկե աչքի բբի կառավարումը շատ դժվար է։ Հիմա ասենք հաշվի առնելով իմ աչքի կառուցվածքը, ձեզնից շատ քչերը կկարողանան տեսնել իմ աչքի բբի շարժը։ Գրեթե անհնար է իմ աչքի բիբը տեսնել։ Կան մարդիկ, ովքեր ունեն խոշոր աչքեր ու իրենց պարագայում աչքի բիբը տեսնելը ավելի հեշտ է։ Բայց ինձ խնդրում եմ նկատի ունեցեք, որ աչքի բիբը դա այն ազնիվ մասն է, որը որ ոտքերի հետ հավասար է։ Ոտքերով մենք շարժումները, եթե դուք հիշեք, օրինակ ձեր դպրոցական առօրյայից, հա, մենք ինչ ենք անում։ Մենք շատ հաճախ, որ ասում են հանգիստ նստի, մենք կարողանում ենք sense ձեռքերը դնել, այս sense օրինակ, ձեռքերը դնել, հանգիստ նստել, բայց եթե մենք ունենք որևէ անհանգստացնող բան կամ մեր մտքում կա որևէ բան, որը մեզ հետաքրքրում է, մեր ոտքերը սկսում են ակտիվ շարժվել։ Կրունկը բարձրանալ, ոտքը առաջ գնալ, ոտքը հետ գնալ, այն որ ասում են հոցեց չես, հանգիստ նստի տեղը, այդ ցեցությունը վկայում է նրա մասին, որ մեր ոտքերը որոշակի իմաստով մեզ համար կառավարելի չեն ու շատ դժվար է ոտքերը կառավարել։ Այս իմաստով ոտքերի մասով կուզենամ մի հատ հատուկ ընդգծում անեմ։ Մենք դա վիդեոռոլիկով էլ ենք նայելու այս նյութը ավարտելուց հետո վերջում մի հատ վիդեոռոլիկով այս ինչը խոսում եմ ավելի պատկերավոր ընկալման համար ձեզ ցույց կտամ։ Ոտքերի թաթը միշտ մատերի հատվածը հատկապես ուղղված է այն կողմ, որտեղ որ մենք ունենք հետաքրություն։ Այսինքն, եթե դուք ոտքը ոտքին եք գցում ու նստում եք ինձ հակառակ, եկեք ես էքսպերիմենտ անեմ, հա, ասենց մի հատ փոքրիկ մի վարքյան։ Ասենք օրինակ, այս sense նստելը, այս կարգավիճակով նստելը, եթե դուք գտնվում եք այս հատվածում, որտեղ որ կամերան է, որպես կանոն, իհարկե, եթե դա չի վկայում մարդու սովոր ժեստերը, սա որպես կանոն ոչ հետաքրքրված լինելն է ձեր դեպի ձեր կողմ։ Բայց եթե ինքը լինի այս տեսանկյունի, այսինքն ոտքի բարիերը բացվածքը դեպի ձեզ լինի, սա արդեն կոնկրետ հետաքրքրություն է ձեր կողմ։ Նույնն էլ ոտնաթաթը, Ժողովուրդ ջան։ Այս ոտնաթաթը ուր որ ուղղորդում է, ինքը հիմնական ուղղորդիչ ժեստն է հետաքրքրության կողմը, որտեղ որ թեքվում է ձեր ոտնաթաթը։ Առհասարակ այս առումով ոտքերին պետքա շատ ուշադրություն դարձնել, որովհետև կան ժեստեր, երբ որ ոտքերը մենք խաչում ենք իրար, խաչում ենք, մտցնում ենք աթոռի տակ եւ այլն։ Այս ժեստերը մեզ տալիս են երկու կարևոր բան։ Առաջինը մեր անվտանգությունն է, որ ֆիքսվում է, ինչի համար, որովհետև էլի հետ գնանք նախամարդում, հա, որովհետև երբ որ ոտքիդ խաչած է, ավելի դժվար է, չէ՞, մինչև քանդես սկսես փախնել, դա ավելի երկար գործընթաց է, բայց երբ որ ոտքերդ իրար կողքի է, դու ամեն վարքյան կարաս փախնես։ Այն մարդիկ, ովքեր ոտքերը խաչում են, ոտը ոտին է գցում, կամ ոտքերը խաչում են, ասենք աթոռի տակ մտցնում, կամ առաջ վերած են խաչում, սա նշանակում է ու վկայում է այն ժեստը, որ այդ մարդը հանգիստ պոզայով է նստած։ Այսինքն ինքը որևէ վտանգ եւ սպառնալիք չի զգում դիմացի կողմից։ Բայց ելի եմ կրկնում, Ժողովուրդ ջան, այստեղ
կարևորը ինչն է, յուրաքանչյուր ժեստ մեկնաբանելու համար կարևոր է տեսնել մարդու հանգիստ վիճակով ժեստը։ Որպես կանոն ոնց են անում մասնագետները ուսումնասիրության արդյունքում հատկապես հատուկ ծառայությունները։ Նախ առաջինը հավաքում են բոլոր մարդկանց մի հատ ինչ-որ սենյակում, X քննչական սենյակում։ 10 հոգու պետքա հարցաքննել, չէ՞։ Հավաքում ես բոլորին ու տեսնում ես իրանց անհանգիստ ժեստերը։ Ասենք օրինակ, երբ որ ես կամերան միացրեցի, չգիտեմ, նկատեցիք թե չէ, ես էսպես արեցի։ Ձերնից մեկը օրինակ սենց արեց, այն մյուսը սկսեց ուսը քորել։ Ես ֆիքսեցի արդեն եւ իմ եւ ձեր անհանգիստ ժեստերը։ Սա ինչի համար է կարևոր։ Սա կարևոր է, երբ որ մենք սկսենք բանակցել, ես հասկանամ դուք այդ անհանգիստ ժեստը երբեք օգտագործում։ Այս մեկ, երկրորդ բանը, պետքա մարդուն տալ ճշմարիտ հարցեր, այն որ անվիճելի, անքննարկելի հարցեր ու ֆիքսել իր էմոցիաները, այսինքն որ թվականին ես դու ծնվել։ Ծնվել եմ այսինչ թվականին, այսինչ քաղաքում, այսինչ տեղը։ Ով է հայրդ, այս ինչ մարդն է, ով է մայրդ, այս ինչ մարդն է, անուն ազգանուն, այս ինչա։ Երբ որ մարդը խոսում է բացարձակ ճշմարտության մասին, ֆիքսում ենք նաև այդ իր ժեստը։ Ես խոսում եմ նրա մասին, երբ որ դուք մարդուն չեք ճանաչում, բայց պետքա որոշակի անալիզ անել իր հետ կապված ու ժեստերից գնահատական տալ։ Երկու կարգավիճակում իրան ֆիքսում ենք։ Տհաճ իրավիճակում իր ժեստերը մեկ եւ հանգիստ ճշմարիտ վիճակում իր ժեստերը ինքը ոնց է իրան դրսևորում։ Սա ֆիքսելուց հետո արդեն անցնում է հիմնական քննարկումը։ Քննարկման ընթացքում ձեզ հուզող հարցերը երբ որ տալիս են, ստուգում եք իրանց ժեստերը, բայց տեսնում եմ ձեռքեր ունեք, հարց ունեք ժողովուրդ ջան։ Հա, ես մի հատ հարց ունեմ։ Ճիշտ ասած, դուք օրինակը վերեցիք, երբ որ օրինակ մարդկանց ինչ որ սենյակում եք տեղափոխվել ու ճշմարտություն ենթադրող հարցեր եք տվել։ Բայց մեկը այն, որ դուք այդքան մարդու մի սենյակում եք հավաքել ու ինչ որ հարցեր պետքա տաք, ձեր ասած օրինակով հարցաքննեք, արդեն իսկ ինչ որ լարվածություն է էլի ենթադրում։ Այո, շատ ճիշտ հարց ես տալիս, ըստ էության նաև տրամաբանական, ըստ կարևորն ինչն է։ Սենյակ հավաքելուց դու ֆիքսում ես իր ժեստը եւ տալիս ես իրան հարց անուն ազգանունի հետ կապված։ Հիմա երբ որ գալիս է ինքը մտնում է, եկավ, մտավ, նստեց, այդ ես քնչականից օրինակ բերեցի, բայց բնականաբար դուք կյանքում չեք առնչվելու դրան, էլի։ Որպես օրինակ դա բերեցի, բայց եկավ ինքը նստեց, չէ, անհանգիստ է, սպասում է, հուզող բան ունի, սկսում է ժեստեր անել, ժեստեր է սկսում անել, ժեստեր եւ այլն։ Ստեից մենք ֆիքսում ենք արդեն, այս ինչը ասում եմ, Արդարադատության ակադեմիայում էլ չեն սովորեցնում, էլի ժողովուրդ ջան, սա լրիվ մի հատ առանձին process է։ Ինքը սկսում է ժեստեր անել, այդ ժեստերից մենք ֆիքսում ենք այն կարևոր կետերը, որը որ մեզ համար ազդակ է։ Այսինքն մենք գիտենք, սա անհանգստության ժեստ է, սա անհանգստության ժեստ է, սա անհանգստության ժեստ է, սա անհանգստության ժեստ է, չէ՞։ Մենք ֆիքսում ենք արդեն իր ժեստերը անհանգստության։ Եվ դրանից հետո, երբ որ դու ասում ես ձեր անուն ազգանուն, էլ դու նրան ուշադրություն չես դարձնում, որ ինքը սենց է անում։ Ստե քո խնդիրն է իրան ուշադրություն դարձնել իր դեմքի, աչքերի, ոտքերի խաղը հատկապես, երբ որ ինքը ասում է բացարձակ ճշմարտություն։ Այսինքն, ստեղ ակամայից է դրանք տարբերվում, ուզեն թե չուզեն։ Նույնիսկ այն ամենապարապատ ու պրոֆեսիոնալ մարդը ակամայից, երբ որ խոսում է բացարձակ ճշմարտությունից, իր ժեստը այլ է, երբ որ խոսում է բանից, որը որ այդքան էլ լավ չի, տիրապետում իր ժեստերը լրիվ այլ են։ Եվ կան մոլորեցնող ժեստեր։ Օրինակ, ես շատ հաճախ մոլորեցնող ժեստեր եմ օգտագործում իմ հատկապես բիզնես քննարկումների ընթացքում։ Մոլորեցնող ժեստերը դրանք այն նույն բարի ժեստերն են, որը որ ազդում է մարդու վրա։ Տեսեք, մենք պարտադիր չի, որ տիրապետենք ժեստերի, բայց գիտենք ժեստեր ցույց տալ, չէ՞, բոլորս առօրյայում ժեստեր ցույց ենք տալի։ Այստեղ ակամայից իմ ցույց տված ժեստից ձեզ մոտ առաջանում է որոշակի էմոցիա։ Ակամայից։ Ոչ ես եմ մասնագետ դիցուկ, ոչ դուք եք մասնագետ դիցուկ։ Ես արեցի որևէ ժեստ,
օրինակ ոնց որ այս ժեստն է, ափերս բաց, սա բաց ժեստ է։ Ձեզ մոտ արդեն դրական դինամիկա է զարգանում իմ հետ բանակցելու, իմ հետ կոնտակտի մեջ մտնելու։ Ես արեցի փակ ժեստ, օրինակ sense, օրինակ sense, օրինակ sense, չնայած ոչ հաճախ է սրանք համարվում փակ ժեստ։ Այստեղ արդեն հակառակն է։ Հիմա եթե դուք գաք որևէ սրահ, որտեղ որ ես այս sense նստած լինեմ, քիչ հավանական է, որ դուք ինձ կմոտիկաք։ Բայց երբ որ դուք գաք մի հատ որևէ սրահ, որտեղ որ ես այս sense նստած լինեմ, նու պարտադիր չի ժպիտով, ձեռքերս առաջ կամ չգիտեմ, ձեզ նայելով, կամ օրինակ sense բաց ժեստով եւ այլն, հավանական է, որ դուք ինձ կմոտեք։ Սրանք մարդկանց տրվող մեսիջներ են նախ եւ առաջ։ Կան նաեւ մշակութային ժեստեր, ոնց որ ձեր մեջ ես նշումը արեցի, դուք նշեցիք, չէ՞, չեմ հիշում կոնկրետ ով նշեց, բայց ձեզնից նշեցին, որ այստեղ օքեյը ուրիշ ձև է դիտարկվում եւ այլն։ Այո, մշակութային ժեստեր եւս կան, հատկապես սոցիալական հեռավորություն իրարից պահելու մասով եւ հատկապես էմոցիոնների մասով։ Օրինակ Չինաստանը, եթե մենք վերցնենք որպես օրինակ, սա ուրիշ ժեստ է, սա ուրիշ ժեստ է, նույնպես Հնդկաստանը։ Այս առումով դրանց մեջ շատ չեմ ուզենա խորանալ, որովհետեւ իրականում խորանալու տեղ շատ կա։ Ես կուզենամ մենք խոսենք ընդհանուր արդեն կտորներով ժեստերի մասին։ Այսինքն կոնկրետ որ ժեստը ինչա նշանակում։ Այ այս ժեստը, որը ես հենց հիմա ակամայից արեցի, սա նշանակում է, որ ես պատրաստ եմ որևէ process-ի մասին խոսելու, բանակցելու կամ որևէ գործ, որ ասում է թևերս կշտեցի, մտա գործի մեջ։ Այս ժեստը վկայում է դրա մասին, այսինքն դուք հատկապես դպրոցական տարիքում ձեր ընկերների մոտ շատ կնկատեք նմանատիպ ժեստ, այսինքն որևէ գործողություն անելուց առաջ թևերը բարձրացնելը կամ ձեռքերը երբ որ հպվում է սեղանին ու մարդը առաջ է գալիս, սա եւս համարվում է բանակցություններին պատրաստ, քննարկմանը պատրաստ, քննարկման եւ երկխոսության տրամադրություն ունեցող անձ։ Այս էլ խնդրում եմ ի նկատի ունեցեք եւ առանձնացրեք ձեր ժեստերի, այսպես ասած, պաշարի մեջ, որ երբ որ մարդու ձեռքերը սեղանի վրա հպված է, ինքը պատրաստ է բանակցելու եւ պատրաստ է քննարկման մեջ մտնելու։ Նաև ուշադրություն ենք դարձնում մարդու իր դեմքին հպվելու հաճախականությանը, օրինակ ոնց որ սենց է։ Որպես կանոն սրանք տեսեք, կար վարկած, դուք էլ դրա մասին խոսեցիք, որ ինքը անհանգստացնող ժեստ է, բայց ինքը ըստ էության ոչ թե անհանգստացնող ժեստ է, այլ ինքը հակառակը հանգստացնող ժեստ է։ Այս մազերի խաղը, այսինքն որևէ լարված process-ում, որևէ լարված հարցի շուրջ, ինքը չի խափում, ինքը պրոստը լարված է։ Պարտադիր չի որ խափի։ Այս դունչ քորելը մտածելու, այո, սա մտածելու ժեստ է։ Այս հատը, սա, այ նրբություն կա, ժողովուրդ, տեսեք, երբ որ այս ձևով է մարդը նստած եւ երբ որ այս ձևով է նստած, բերանը փակում է։ Բերանը առհասարակ մարդ փակում է այն դեպքում ոչ թե որ ինքը ուզում է որևէ բան խափի, այլ ինքը ունի միտք կամ ասելիք այդ թեմայի վերաբերյալ, բայց փակում է որ չասի։ Դուք կարաք հիշեք, հələ մի հատ հիշեք ձեր ոչ 100%-անոց, բայց 99% տենց է դեպքերը։ Այն որ սենց լսում ես մեկին, սովորական լսելը սենց է, բայց երբ որ դու փակում ես քո բերանը, դու քո ուղեղի մեջ թեկուզ ենթագիտակցորեն որևէ բանի հետ կամ համաձայն չես, կամ ունես դրա հետ կապված ասելիք, որևէ ավելացնելու նյութ, կամ չգիտեմ, լրացնելու նյութ։ Այսինքն 100%-անոց համաձայն չես տվյալ անձի ասած մտքերի հետ։ Դե բնականաբար այս ժեստը առհասարակ հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, ինչի համար, որովհետև երբ որ տղամարդիկ անհանգստանում են, հատկապես տղամարդիկ, իրանք ունենում են հավելյալ թթվածնի կարիք։ Իրանց պետք է հավելյալ օդ, որպեսզի կարողանան շնչել, հանգստանալ եւ այլն։ Այս էլ էս մասով։ Ես կուզենամ կիսվեմ ձեզ հետ մի հատ վիդեոռոլիկով, ենթադրում եմ, որ դոստուկ կունենամ։ Շատ լավ է, ես հեսա փորձեմ կիսվեմ ձեզ հետ։ Ես իմ ամենասիրած պրոցեսներից մեկն է, երբ որ մենք մեկնաբանում ենք ու ուսումնասիրում ենք, երևում է, չէ՞ էկրանում։ Ահա տեսնում եմ։
Եվ ուսումնասիրում ենք ոնց են պահում իրանց տարբեր պետությունների լիդերներ, որովհետև այս ժեստերը ինչի մասին մենք խոսում ենք, իրանց մոտ կոնկրետ աշխատանք է տարվում այդ ամեն դետալի, ամեն ժեստի վրա։ Այստեղ հատկապես կարևոր է ձեռք սեղմումը։ Առհասարակ ձեռք սեղմումի մասին երկու բառ ասեմ ու նաև սկսենք վիդեոն նայել, բայց տեսնում եմ լիքը հարց ունեք։ Կարանք մի հատ հարցերով անցնենք։ Ձեռք սեղմումը մեզ մոտ, մեր մարդկության մոտ գալիս է մեր նախամարդուց, այսպես ասած, որովհետև առհասարակ գազանանոցի կապիկներին, եթե դուք գնաք մոտիկանաք, առաջի ձեր կոնտակտը, ձեզ հետ կոնտակտը լինելու է այս ժեստը, հպումը ձեռքերով։ Սա պրիմատներին սովոր ժեստ է ու սրանով իրանք առաջի կոնտակտն են իրար հաստատում։ Հատկապես մի քիչ շատ ձեռք սեղմած մարդիկ, մայիսը ինձ թվում է ավելի լավ է, ավելի տպավորիչ կպատկերացնի իմ ասած միտքը, հաշվի առնելով տարիքը եւ շփումները, ովքեր որ հաճախ ձեռք են սեղմում, այս ձեռք սեղմելը որպես նեգատիվ, եթե լավ չի սեղմվում ձեռքը, քո ուղեղի մեջ ավելի շատ է տպավորվում, քան թե այդ մարդու դեմքը կամ իր անունը եւ այլն։ Ես օրինակ իմ փորձից կարամ ասեմ, երբ որ ոստիկան ինձ կանգնացրեց ու դե չես տեն տալիս ձեռք են սեղմում որպես կանոն, հա, սեղմեց ձեռքը սեղմեց խոնավ ձեռով ու սենց մի տեսակ թույլ, էլի ոնց որ շատ վատ կարճ ասած։ Ու իմ մոտ տպավորված է մինչև հիմա, դա արդեն տարուկես եւ ավել անցել է, իմ մոտ տպավորված, ես իր անունը չեմ հիշում, իր դեմքը աշկս մտնի չեմ ճանաչի, իր կառուցվածքը նույնիսկ չեմ հիշում եւ այլը, բայց այդ իմ մոտ ֆիքսվել է։ Այսինքն ձեռք սեղմումը մեր ուղեղի մեջ տպավորվող ամենակարևոր բաներից մեկն է։ Այս վիդեորոլիկը նայենք, թե մի հատ հարց ու պատասխան անենք։ Նայենք, որ հարցերն էլ ավելի շատանան։ Դավայցի, հա, իրականում այնքան հետաքրքիր է, ես հիմա փորձում եմ ամեն ինչի մասին խոսեմ, բայց ինֆոն այնքան շատ է, ես սենց մի քիչ սրանից եմ խոսում, մի քիչ սրանից հույս ունեմ ձեզ շատ չեմ շեղում։ Գնացինք, լավ։ Ձեռք սեղման պահը։ Տեսեք Պուտինի ձեռքը, իրականում սա ամենաճիշտ ձեռք սեղմելն է, որովհետև սենց ձեռք սեղմել, տարբեր պրոցեսներ կան ու տարբեր եւ միֆեր կան եւ իրականություն կա, որ չգիտեմ, սենց է սեղմում, ուրեմն վերահսկող է, սենց է սեղմում, ուրեմն ենթակա է եւ այլը, բայց իրականում ճիշտ ձեռք սեղմելը դա ձեռքը ուղիղ, մատերը մի փոքր ներքև, այս վիճակով է։ Ճիշտ ձեռք սեղմելը։ Գնացինք առաջ։ Այստեղ տեսեք հպումը։ Այս իհարկե սա արդեն դիվանագիտական ժեստերի մեջ է մտնում ինքը, այսինքն բարևեց, հպվեց, նայել փոխադարձվեց եւ այլը, սա որպես կանոն սովորական մարդկային ժեստերի մեջ չի մտնում, ինքը ավելի ճիշտ սովորական գործընթացի մեջ էլ է մտնում մարդկային ժեստերի, բայց ինքը վկայում է բարեկամության ժեստ, այսինքն լրացուցիչ ձեռք սեղմումից բացի դու լրացուցիչ ձեռք ես տալիս ուսին, իր ձեռքին եւ այլը, սա բարեկամության նշան է ու դիվանագիտության մեջ էլ են դա օգտագործում իբր բարեկամական ժեստ, բայց իրականում դա այդքան էլ այս պարագայում այդպես չի։ Գնացինք առաջ։ Հետո շատ կարևոր է հայացքը, Ժողովուրդ ջան։ Տեսեք, այստեղ գլուխը Պուտինը կախել է, մի վայրկյան հետ գնանք։ Տեսեք, Պուտինը այստեղ գլուխը մի պահ կախում է ստանդարտից շատ, որպես կանոն այստեղ պետք է նայեն։ Բանակցությունների մեջ գործընկերները բարևելուց մինչև քննարկում իրանց հիմնական պրոցեսը աչքերի հպման այս է։ Չի կարելի այս եռանկյունուց ներքև նայել, բայց այստեղ մի պահ Պուտինը գլուխը մի քիչ կախում։ Ինչևէ, գնացինք առաջ։ Եկեք առաջ գնանք։ Այսա շատ կարևոր։ Տեսեք։ Մի վայրկյան ես սա փակեմ, նայեք Պուտինին։ Ինչ ենք մենք տեսնում։ Ուրեմն Թրամփը ցույց է տալիս այս ժեստը։ Սա այս ժեստը վկայում է որպես կանոն ինքնավստահության խորհրդանիշ է, էլի, այսինքն որ մարդը ինքնավստահ, նույնն էլ այս ժեստը, չնայած ինքը շատ հաճախ դիտարկվում է նաև որպես փակ ժեստ։
Այս ժեստը կիրառելի է բացառապես ինքնավստահության տեսանկյունից, երբ որ ինքը օգտագործվում է ուղիղ վիճակում։ Այս ժեստը շատ օգտագործվում է Անգելա Մերկելը։ Բայց երբ որ ինքը կախած վիճակում է, սա արդեն կեղծ ինքնավստահության մասին է։ Հաջորդը Պուտինի վիճակը, ինքը մի կողմից հենված է աթոռին, այսինքն ուզում է ցույց տա իր հանգստությունը, բայց մյուս ձեռքով ինքը հպված է, բռնված է աթոռից։ Առհասարակ որևէ տեղից բռնվելու ժեստը, սեղանից բռնվել, եթե դուք ուշադիր եք եղել, չգիտեմ, դպրոցներում դա կա թե չէ, համալսարաններում դա շատ որպես կանոն բոլոր լսարաններում կա, այն սեղանիկները ամբիոնի պես, որ մոտենում են, սկսում են նյութը ներկայացնել։ Դպրոցներում, եթե չեմ սխալվում, տենց տեղ չկա։ Ինչ են անում մարդիկ։ Բռնվում են այդ ամբիոնից։ Կամ ազգային ժողովի նիստերը, եթե նայում են, բռնվում են, այսինքն ինքը լրացուցիչ ամուր զգալու, հպվելու կարիք ունի, որպես կանոն սեղաններին, աթոռներին ու չգիտեմ, նստարաններից բռնվելու ժեստը ինքը երկու իմաստ ունի։ Առաջինը, երբ որ դու ուզում ես քեզ ինքնավստահ զգաս, մի հատ քեզ թափ տաս, այն որ ինքնավստահությունն է դա քեզ տալիս, եւ երկրորդը, այսինքն դու մի քիչ անհանգստություն ունես, բռնվում ես։ Եվ երկրորդը, երբ որ դու կպնելով գնում ես սեղաններին, այս սա էլ արդեն մենք ֆյոտոկի կենթանի ենք, եթե կարելի է այդպես անվանել, ու մենք կենթանական ժեստեր ունենք։ Երբ որ այս ասեմ ուշադիր կլինեք, երբ որ մտնում եք ռեստորան կամ չգիտեմ, կաֆե ու տեսնում եք մատուցողը կամ մենեջերը սեղաններին ու աթոռներին հպվելով քայլում։ Ասենք օրինակ մոտավորապես սենց ինչ-որ մի բան, չգիտեմ, ինչքանով է տեսանելի, Տիկին Լեյլի բարև ձեզ։ Ասենք օրինակ այսենց անցնելուց, չգիտեմ, կարող այսենց կպնի, այսենց ինչ-որ բաներ անի, ասենք այսենց ինչ-որ բան անի եւ այլը, ինչպես։ Հա, բայց ձեզ չեմ ասում, դասի։ Այս հատիկին լելին էլ այդ արկի, լինք ուղարկենք միանակ, այս ժեստը ժողովուրդ ջան, որպես կանոն ցույց է տալիս, ինքը որ ասում է կենթանական մենք մի քիչ բան ունենք, էլի ֆյոտոկի, ինքը ցույց է տալի, որ սա իմ տարածքն է։ Այսինքն խնդրում եմ ուշադիր կլինեք, էլի առիթ կլինի, չգիտեմ, կտեսնեք մենեջերները աթոռների գլուխներին կպնելով, սեղաններին կպնելով կամ մատուցողները նշում են իրանց տարածքը։ Սա այդ ժեստի մասին է։ Բայց հետ գանք այս մեր բանակցողներին։ Այս պարագայում այս ժեստը կոնկրետ որ ցույց է տալիս Պուտինը, ինքը ուզում է իրան ավելի կոմֆորտ զգալ, ամրանում։ Գնացինք առաջ։ Ոտքերի մասը, եթե նկատում եք, հատկապես Տիկան ջան, կոմֆորտ զգալ կարելի ասել լրացուցիչ ռեսուրսի կարիք ունի։ Մայր ջան, տես, իրականում հա, ոչ թե լրացուցիչ ռեսուրսի, այլ իրան դա լրացուցիչ ինքնավստահության կարիք ունի, այսինքն իր մոտ ինչքան կա ինքնավստահություն, ինքը լրացուցիչ դրա կարիքը էլի ունի, այսպես ասեմ։ Ու նույնը Թրամփի մոտ ինքը ցույց է տալիս ինքնավստահ ժեստ, բայց բանը սուր մասը ներքև կախած, այսինքն ինքը ցույց է տալի, որ ես ինքնավստահ եմ, բայց ֆյոտոկի էլի լրացուցիչ ինքնավստահության կարիք ունի։ Այս ժեստը, որը որ ձեռքը բացավ, այս ոնց որ նշեցի, ինքը որպես կանոն բաց ժեստը, այս բաց ափը բաց, որ ցուցադրում ենք, սա դրական պոզիտիվ ժեստ է։ Ու այս պարագայում այս ժեստը ցույց է տալիս Պուտինը խոսելով Թրամփի մասին։ Տիգրան, իրանք այս մասշտաբի քաղաքական գործիչները այս ամեն ինչ անգիր գիտեն, չէ՞։ Իհարկե, միանշանակ, ասեմ ավելին, նույնիսկ եթե մարդ է ընտրվում, որը որ չի տիրապետում, հատուկ ծառայությունները բավականին երկար աշխատանք են տարում։ Այստեղ Մայր ջան, մի հատ էլ կուզենամ բան ընդգծեմ հատուկ, կներես, եթե հարց ունես հիշի ու կլսեմ քեզ։ Այստեղ մի հատ ոտքերի շարժը տեսեք։ Զգացիք ճոճը, շարժեց։ Սա ժողովուրդ ջան, ինչի համար ենք մենք շարժվում ոտքից ոտք։ Երկու պատճառ կա։ Առաջինը, երբ որ սոցիալական հեռավորությունը դիմացի զրուցակցի հետ չի պահվում
Ես այս պարագայում վստահ եմ, որ պահված է իրականում լրագրողացիոտիկի, այդ հեռավորությունը հաստատ պահած է ու նկարահանում է։ Եթե չի պահվում սոցիալական հեռավորությունը, դիմացի մարդը մարդու հետ սկսում է ոտքերի շարժ, այսինքն փնտրում է իրան հարմար տարածություն, սոցիալական հեռավորություն, որ իրան կոմֆորտ զգա։ Երկրորդ պարագան ոտքերի շարժը, սա հանգստացնող ժեստ է։ Եկեք մի քիչ էլի կենսաբանության մեջ խորանանք։ Մեր ականջների մեջ կա թմկա թաղանթներ, որոնք որ քայլելու, շարժվելու ընթացքում սկսում է խաղալ։ Սրանով է պայմանավորված, որ երեխուն օրորում են, որ քնի։ Սրանով է պայմանավորված են, որ նստում եք, օրինակ, չգիտեմ, նավ, սկսում է քունը տանել։ Սկսում է շարժվել ականջի թմկաթաղանթները եւ սա հանգստացնում է մարդուն։ Սա կենսաբանորեն, այսպես ասած, ապացուցված հաստ է ու հենց սա է պատճառը, որ շատ հաճախ մարդիկ իրանք նախընտրում են քայլել անհանգիստ վիճակում կամ հեռախոսով խոսալուց քայլելով ման են գալիս կամ ինչ որ գիրք կարդալուց կամ անգիր անելուց մի քիչ ձեր առօրյայից բան ասեմ էլի, եւ որ մի բան ուզում ես անգիր անես, սկսում ես sense քայլելով կարդալ ու մարսել այդ ինֆորմացիան։ Սա անհանգստությունն է քո մեջ, որը որ նյութի հետ կապված կա, եւ սրանով դու շարժվելու ընթացքում քո ականջի մեջի այդ համապատասխան հեղուկը, ճիշտ ասած հեղուկի անունը չեմ հիշում, որ ասեմ, դες մի քիչ խուճուճ անուն ունի, սկսում է շարժվել ու տալիս է հանգստության, այսպես ասած, էմոցիա։ Մայր ջան, լսում եմ քեզ, եթե խոսքդ կիսատ մնաց։ Չէ, եղբայր, շարունակի, մերսի։ Շարունակենք։ Գնացինք առաջ։ Աստոն on-line ֆորմատը լավ էլ արդյունավետ է, ես լիքը բան ես փոխանցում։ Հա, շատ լավ է, շատ ուրախ եմ իրականում։ Ես առհասարակ այս դասախոսությունները միշտ օֆլայն եմ արել, այս առաջի պրակտիկան, էլի on-line ձևաչափով, դրա համար ստիպված եմ լինում կանգնեմ, տես մեր տիկին Լեյլին ցույց տամ եւ այլը, բայց հույս ունեմ, որ մենք է կսովորենք այս ծրագիրը on-line անցկացնելը։ Գնացինք առաջ։ Ամբիոնին եկեք մի հատ գանք այս կողմ։ Նախ առաջինը դե էստե բնականաբար այդ ամբիոնի հետ կապված որ ասում էի, կարծում եմ ֆիքսեցիք։ Եկեք գնանք մի քիչ էլ առաջ, ես ձեզ ոտքերն եմ ուզում ցույց տամ։ Էսա մի քիչ մոտիկացնի, նայեք, ուշադիր։ Էս իրանց օգնականներն են։ Այդ որ ասում էի հաթը ուղղված է այնտեղ, որտեղ հետաքրքրության օբյեկտն է, այս սրա մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Ստեղ էս էլի միջայլոց ոտքեր այդ որ ասում էի մենք պատ են կազմում ոտքով հակառակ կողմը մեզ հետաքրքիր չի, սա էլ միանշանակ մի դիտարկեք, որովհետև այստեղ սովորության հարց է։ Թաթը միանշանակ դիտարկեք, որ թաթը միշտ լինում այն ուղղության վրա, որ ուղղությամբ մենք հետաքրքրություն ունենք։ Բայց ոտքերը կարող է ես օրինակ չգիտեմ ինչ պատճառներից ելնելով սովորեմ աջ ոտքս ձախի վրա գցելուն, սա կարող լինի զուտ սովորություն։ Բայց եթե դուք գցել եք աջ ոտը ձախի վրա եւ նաեւ մարմնով եք թեքված հակառակ, այս պարագայում ինքը լրիվ փակ ժեստ է, այսինքն այդ մարդը կոնտակտի պատրաստ չի, ոնց որ Պեսկովի կողքին նստած տիկինն է այս պայծությամբ, տեսեք ինքը ոչ միայն ոտքն է գցել, այլ նաև ձախ ձեռքը գցել է այս կողմ, այսինքն ինքը լրիվ փակ է այս պայծությամբ։ Ու ինչն է հետաքրքիր, տեսեք, Պիսկովի պարագայում ինքը ճիշտ է ոտքը այդ կնոջ կողմն է գցած, բայց հələ ուսին նայեք։ Ինքն էլ այդ կնոջ համար է փակ։ Պատկերացրեցիք, այսինքն ես սովոր եմ որ ձախ ոտքս պետքա գցեմ, Պիսկովը գցել է իր ձախ ոտքը, բայց մարմնով ինքը փակ է այդ կնոջ համար։ Հələ ձեռքերին նայեք ու ուսին, ինքը փակ, այսինքն այստեղ իրանք իրար փակ են։ Բայց եթե լիներ օրինակ, չգիտեմ, ուսը այս վիճակով, որը որ տրամաբանական կլներ նաև իր նստած դիրքին համապատասխան, այս պարագայում ինքը բաց է։ Իմիջիայլոց ասեմ, այս կարա կոնկրետ իրավիճակից է պայմանավորված լինի։ Այսինքն այս մարդիկ կարող է շատ ջերմ նստեն իրար հետ ժամերով խոսեն, հետո դրանից հետո որոշեն, որ էլ չեն ուզում խոսեն կամ ձանձրանան ու անեն փակ ժեստ։ Բայց էլի եմ ասում, ստե
գնահատական տալու համար պետքա ճանաչես, ուստի ես նաև կարծում եմ կոնկրետ այս պարագայում, որ իրանք դիվանագիտական բաներ են։ Հիմա այդ կինը նստած է իրան փակ, ինքն էլ իրան սովոր ձևով է նստած, բայց ցույց է տալիս էլի փակ ժեստ։ Գնացինք առաջ։ Հետո կանգնած դիրքի հետ կապված մի վարքյան ժողովուրդ ջան, այստեղ տեսեք, որպես կանոն ինքնավստահ կանգնած դիրք է համարվում, երբ որ ուսերին հավասար մի քիչ լայն, մի քանի միլիմետր կանգնում ես, ոնց որ օրինակ Պուտինն է կանգնած։ Տեսեք Թրամփի, այս են որ ասում են ամբիոնին հենվելը, էլի այս ամբիոնին հենվելը հենց սրա մասին է խոսք, որ դու հենվում ես լրացուցիչ, հպման ու հենման կարիք ես ունենում։ Այս պարագայում, քանի որ բանախոս չի Պուտինը որպես լսողա, ուշադրություն դարձրեք իր ժեստերը, այսինքն ինքը ուղղակի ձեռքերը դրված է, ուղիղ կանգնած է ու նայում է բանախոսին։ Այս ինչի եմ ուզում ուշադիր նայեք։ Ստե կարևորը ինչն է ֆիքսել, որ դուք ֆիքսեք բանախոսության հուզմունքի ժամանակ ինչ ժեստ է արվում ու հանգիստ վիճակում ինչ ժեստ է արվում։ Եկեք մի քիչ առաջ գնանք, տեսեք Պուտինը արդեն սկսել է բանակցությունների պատրաստա, բռնվեց։ Նայեք հիմա իր ձեռքի վիճակին։ Так, եկեք գնանք առաջ տեսնեմ այստեղ հատուկ էլ ինչ կա, որ կուզենամ ձեզ ցույց տամ։ Այս ձեռքեր թափցնելը շատ վատ ժեստ է իրականում։ Բանակցություններին ոչ պատրաստ, այնքան որ ստիպված նստած, այս ժեստն է ցույց տալիս Թրամփը։ Չգիտեմ ինչքանով է դիվանագիտական բանով իր նպատակը մեսիջը դա, բայց նայեք ռուսական կողմը ձեռքերը առաջ վերած է։ Ոչ բոլորը, բայց մեծամասնությունը։ Տարբերություն, նա դե զգացեք, էլի։ Իրականում Պուտինը այս առումով շատ պատրաստված է, նայեք հələ իր այն մի ձեռքը զբաղված է, բայց քանի որ իրան հպման ժեստ է արել Թրամփը, ինքը չի կարող տակ մնա, նայեք։ Այդ ձեռքը բաց է թողնում ու հասցնում է սեղմել։ Ինքը շատ պատրաստված է այս իմաստով։ Այս մասով։ Եկեք ես մի հատ մեր նորընտիր, մեր ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության, էլի։ Նորընտիր արդարադատության նախարարի հարցազրույց, այսօր պրոստը առավոտ էի նայում, տես բերեց, մի հատ կուզենամ դեմքի միմիկաները այս մասով նայենք։ Բայց եկեք գիտեք ինչ անենք, եկեք ես մի հատ ձայնը անջատեմ, այս իմ սիրած էքսպերիմենտներից է։ Մի հատ եկեք պրոստը ձայնը անջատած, նայենք տեսնենք այս մարդու ժեստերից ինչ ենք հասկանում։ Հետո միացնենք ու ձայնը միացրած լսենք։ Գնացինք։ Հիմա ձայն չկա։ Նայեք այս աղջկա ժեստերին, ով որ մեր նոր արդարադատության նախարարն է։ Պետք չի բառերը շրթունքներով կարդալ, ուղղակի ֆիքսեք իր ժեստերը։ Ինքը իմիջիայլոց ասեմ մաքսիմալ քիչ ժեստ է տալիս, բայց էֆեկտիվ ժեստեր է տալի, ինֆորմացիոն։ Ես հեսա հետո ձայնը կմիացնեմ, որ դուք հասկանաք ինչի մասին է խոսում։
Նախ առաջին համար մեկ բանը իր անհանգստությունն է, շատ մեծ անհանգստությունն է, որովհետև որպես կանոն մարդիկ րոպեում 8-ից 10 անգամ են աչքերը թարթում, իսկ ինքը ահավոր շատ է թարթում։ Չգիտեմ դրան ֆիքսեցիք, ուշադրություն դարձրեցիք, թե չէ։ Հələ նայեք, զգացեք քանի անգամ է ինքը աչք թարթում։ Երկրորդը, այստեղ նաև միմիկաների մասով։ Ինքը փորձում է այս հատվածով, այս աչքերի տակի հատվածով պահել միմիկաները, բայց ակամայից ճակատի ու վզի հատվածում չի կարողանում կառավարել։ Շատ հաճախ, ես հեսա որ ձայնը միացնեմ, կտեսնեք, իրան մի կողմից են հարց տալի, բայց ինքը սենց թեքվում է պատասխանելու ընթացքում։ Նա տեսել խնդրում եմ ուշադիր ֆիքսել։ Ու իր շարժումներն են շատ լարված։ Շուրթերի պահը խնդրում եմ ֆիքսել։ Ես այդ հարցին սպասելուց գլուխը Տհաճ բարձրացրած հարցեր իրան։ Եկեք մի հատ միացնենք։ Լսենք հարցը։ Աչքերը ֆիքսեք, շուրթերը։ Զարմանքը ես կարող եմ միանշանակ ասել, որ ինքը Մենակ իմ մոտ է, որ ձայնը չկա։ մնացածիդ մոտ լսվում է ձայնը Չէ, YouTube-ի։ ձայն չկա։ Թե Ինձ լսում։ համ ձայն չկա, համ էլ կտրտում է մի տեսակ։ Հա, ես բախի եմ ես լսում։ Եկեք Էկրան կիսելուց է երևի, պետք է առանձին հիմա երևում է էկրանը երևում է։ Հա, էկրան էկրանը նորմալ երևում էր, Տիգրան ջան, ձենը չի մենակ։ Եկեք մի հատ sense ժեստերը ֆիքսենք, էլի։ Նայեք։ Ինչ եք կարծում օրինակ այս ժեստի ու այս ժեստի մասով։ Այս ժեստի ու այս ժեստի մասով։ Այն նախկին ժեստից թվում էր, որ նենց հարց լսեց, որ չէր սպասում դրան ու երբ որ լսեց, սենց զարմացավ։ Հաճ հարց ասեց ավելի չէ։ Այս ժեստը ագրեսիա է նշանակում։ Այսինքն այն հարցը, որը որ տվել են իրան, ինքը ագրեսիվ ինֆորմացիա իր մոտ առաջացրել։ Իսկ սա արդեն կառավարելի պատասխան է, այսինքն երբ որ ինքը այդ հարցին պատասխանում է adekvatության սահմանը։ Բայց այս ժեստը, այն որ մի հատ էսա թաթալոշ կքաշեմ, այդ դեմքն ունի ինքը ու էմոցիոնալ առումով իր մոտ այդ վրթովմունքն է առաջացրել։ Պրոստը ուզում եմ հասկանամ չի լսվում։ Չէ, ոբշե։ Լավ, եկեք ես ասեմ սենց, չգիտեմ ինչն է պատճառը, իմ մոտ լսվում է ձայնը։ Ասում եմ, չունեք մտավախություն, որ ՔՊ-ն նույն ձև ստորագրահավաք կիրականացնի ու արշավ կանի ձեր դեմ։ Հարցը էդ է։ Մտահոգություն ունեք, որ ձեր դեմ էլ արշավ կանեն ու ձեզ էլ կպաշտոնից կհեռացնեն։ Հետո ասում է իրականացնել կառավարության ծրագրից բխող բոլոր բաները, նախաձեռնությունները, ինչ եք կարծում, եթե ինքը գլխով ասում է չէ, հետևաբար ինքը վստահ չի իր պատասխանին։ Գլուխը եկեք կառավարության բոլոր ծրագրերը, այս ինչը ասում եմ մի քիչ շատ նուրբ բան եմ ասում, Ժողովուրդ ջան, չգիտեմ ինչքանով եք պատկերացնում ու տեսնում, բայց իրականում այս դետալների մեջ է թաքնված շան գլուխ է վերցնում։ Առհասարակ ես ինչ եմ խորհուրդ տալիս, որևէ վիդեոռոլիկ, եթե վիդեոռոլիկով եք նայելու, միշտ աշխատեք 2 անգամ արագացնել վիդեոն նայելուց։ Եկեք ես մի հատ փորձեմ YouTube-ով տեսնեմ հնարավորություն կա, կարծեմ պետքա լինի։ Այս սովորական ժեստերն է, իր սովորական վիդեոներ, որ մենք նայեցինք։ Ես հիմա կարագացնեմ իր վիդեոն, տեսեք արագության տակ մենք ինչքան շատ ինֆորմացիա են կարողանում ֆիքսել ժեստերի հետ կապված։ Իվաշկյան։
Ես հիմա արագացնում եմ վիդեոն 2 անգամ, ու մենք մի հատ նայենք ավելի տպավորիչ իր ժեստերը։ Ասում եմ ես այո կիսում եմ, ինքերը բարձրացնում է վերև հարցական եսի մի դեմքով, այո կիսում եմ, ինքը բառացի ու գլխով ասում է այո, բայց ինքը իրականում այդքան էլ այո չի, էլի։ Այս եւ ինչը ես քննարկում եմ, Ժողովուրդ ջան, սա զուտ ես քննարկում եմ մասնագիտական տեսանկյունից ու բնականաբար կասկածի տակ չեմ դնում նորընտիր նախարարի ազնվության, այսպես ասած, մղումները, բայց անկախ ամեն ինչից ես քննարկում եմ զուտ ժեստերի տեսանկյունից, որը այո կարա լինի խաբուսիկ, բայց ինչևէ, գնացինք առաջ։ Ափսոս նայք այս է ուզում գտնում տեսեք շուրթերի պահն եմ ուզում ֆիքսել սա շատ խորը հուզմունքի նշան է տեսակ այսա խորը հուզմունքի ժեստ է ու իրան հարց են տալիս որ Նիկոլ Փաշինյանը 50-50 է արել, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թմկարում էր, որ 50-50 են արել, բայց ոչ մեկ կալանքի տակ չի։ Մի խոսքով սենց հարց են տալիս, բնականաբար ահավոր հուզումնալից տվյալ անձի համար։ Ինքը լսում է հարցը։ Մի հատ խնդրում եմ այս ժեստն էլ, թուքը կուլ տալը։ Զգացիք թուքը կուլ տալը։ Դեմոնստրատիվ ձևով դա ստացվեց ու դա եւս խորը հուզմունքի ժեստ է։ Զգացիք ոտքերի խաղը։ Տիգրան, ես գիտես ինչի վրա եմ ուշադրություն դարձնում, որ ինքը սենց հարցի սպասելուց, սենց դունչը բարձրացնում է, սենց վիզը բացում է։ Ոնց որ պատրաստ եմ հաջորդ հարցակմանը, Այո, ճիշտ ես ասում։ Արդեն չեք դզում այդ ձևի, էլի։ Ինքը ագրեսիայի ժեստ է, ինքը առհասարակ դիտարկվում է որպես ինքնավստահության ժեստ, բայց համապատասխան տիրույթում։ Այս պարագայում ինքը ավելի շատ ագրեսիայի ժեստ, այդ նույն աչքերը, որ փոքրացրեց եւ այլը, սա եւս ագրեսիայի ժեստ է, բնականաբար adekvatության սահմաններում ագրեսիայի մասին է խոսքը։ Շատ կարճ մի հատ էլ նայենք ու ամփոփենք, Ժողովուրդ ջան։ Այս իրականում ամենադժվար մեկնաբանվող վիդեոներից է, ինչի համար է ինքը դժվար, որովհետև երևում է այս հատվածը, ու մենք գործ ունենք ամենաանազնիվ մասերի հետ մարմնում, այսինքն գլխի, բացառությունն են այստեղ աչքերը, մասնավորապես աչքերի բիբի խաղը եւ այդ մարգատը, որը որ եւս շատ կարևոր է ուշադրություն դարձնել, այսինքն ֆիքսում ենք այն, որ 1 րոպեում 8-ից 12 անգամից ավել աչքերը մարգատ անելը, դա եւս խորը հուզմունքի ու ստրեսային վիճակի մասին է խոսում։ Ու առհասարակ, Ժողովուրդ ջան, պետք է միշտ դետալներին դարձնել ուշադրություն, շատ խորը ուշադրություն։ Հիմա օրինակ, ես որ ձեզ հարց տամ, քանի անգամ եք, չէ՞, դուք ձեր դասարան մտել։ Ես օրինակ հարց տամ, ասեմ ձեր գրատախտակի
կավիճի համար նախատեսված ամանի տակը ինչ գույնի է, կամ կավիճի համար նախատեսված ամանը քանի հատ է, կամ ինչ երանգներ ունի, շատերը կարող է դժվարանակ ասեք։ Կամ օրինակ այն բռնակը, որը որ դուք ամեն անգամ սեղմում եք, բացում ու մտնում եք ձեր լսարան, ասեմ ռուշկեն ինչ դիզայն ունի, կամ ինչ գույն ունի, շատերը կդժվարանան։ Ես ինքս իմ բանով ասեմ, չնայած ես անընդհատ մարզում եմ այդ հիշողությունը դետալների հանդեպ, բայց ես օրինակ 2 տարի վարում եմ մեքենա, որի գլխին կա անտենա, ու ես այն օրը ասում եմ այսօր ավտոյից վրա անտենա կպցրեմ։ Ու շատ լուրջ Տարոնի հետ, Մայիս ջան, շատ լուրջ Տարոնը մեր ընկերն է, շատ լուրջ քննարկում էինք, թե եղել ասա, թե չի եղել, ընդհանուր մինչև այն մակարդակի, որ հին նկարները սկսեց թերթել, որ տեսնեմ կա թե չկա։ Մեր ուղեղը մարզելու համար միշտ փորձեք մանր բաներ նկատեք, այսինքն մտակ նույնիսկ դպրոց, աղբամանը որտեղ է, պահակը որտեղ է կանգնում, պլինտուզից որ մեկնա ջարդած, սա մարզելու համար։ Այսինքն մանր դետալներով, սկանանելով տարածքը գնացեք առաջ։ Բանակցությունների մասով էլ մի կարևոր բան կուզեմ ասեմ, միշտ հակառակ բանակցող կողմին, ում հետ որ դուք բանակցում եք, դռան ու պատուհանի հետևը իրան մի նստացրեք։ Այսինքն այնպես արեք, որ իր հետևը լինի այսենց պատ։ Դա տալիս է տվյալ անձին վստահություն։ Իսկ երբ որ քո հետևը պատուհանա, դուռա եւ այլը, դու ամեն րոպե սպասում ես վտանգի։ Իսկ բանակցության ժամանակ, երբ որ դիմացինդ վտանգի ամեն րոպե սպասի, բնականաբար ինքը չի բացվի ու կոմֆորտ չի բանակցի քեզ հետ։ Այս էլ էս մասով, եկեք անցնենք հարց ու պատասխանին, շնորհակալ եմ շատ ձեր ուշադրության համար, հույս ունեմ, որ կարողացա ձեզ ինֆորմացիա տալ բավականին, նպատակս իրականացավ գոնե որոշակի տոկոսով, այս առումով հաշվի առնելով նաև մեր վարման կարգը, կանենք հարց ու պատասխան ու կավարտենք, մեծ հույսով, որ նորից առիթ կունենանք ավելի կտոր ու առարկայական թեմաները քննարկելու։ Ապրեք շատ, գնացինք առաջ։ Եկեք ոնց անենք, ես հերթով ձեռքերը տեսնում եմ։ Հերթով ես ձեզ հարցնեմ, ասեք, թե դուք մեկը մյուսին հերթ տալով հարցերը կուղղեք։ Դու ասա Տիգրան ջան, նա ինչ որ պրինցիպով ասա։ Դե Մայիս ջան, տակից բարձրանամ, հենց քեզնից սկսեմ։ Ես շատ կարճ։ Ես սիրում եմ վիդեոզանգերի ժամանակ, այսպես գրիչը վերցնեմ 2 ձեռով, նու ոնց չտամ, այսպես, նու ոնց որ 2 ձեռով այսպես։ Այսպես խաղամ հետը, ինձ թվում է, թե ես ինքնավստահ եմ դառնում տենց։ Ինձ թվում է, որ ուղեղս լավ է աշխատում տենց։ Էս ինչ է։ Առհասարակ, ինչ որ մի բան ձեռքի մեջ պտտելը, սենց եւ այլը, ինքը սպասողական ժեստ է։ Եթե պոկերի մեջ հատկապես ուշադիր կլինեք, կինոներում տեսած կլինեք, այն որ դաժե եթե դուք ինչ որ մի բանի սպասում եք, սա սպասողական ժեստ է։ Ինչ որ իր ձեռքի մեջ պտտելը։ Կրակայիշնա մեր Անուշ ապերները շատ հաճախ sense ֆռասնում են, չէ՞։ Սպասողական ժեստ է։ Քո պարագայում կոնկրետ այդ ժեստով, այն որ բժիշկ ջան ինչ կասեք այդ վիճակը նորմալ է, ոչ մի անհանգստանալու բան չկա, Մայիս ջան։ 2 տարբերակ կա, կամ այդ նա քո ստրեսն է իր մեջից անում, այս ժեստը նաև սպասողական ժեստ է, ու նաև ոնց որ նշեցի, յուրաքանչյուր անձ ունի իր առանձնահատկությունները։ Այսինքն մարդուն գնահատական տալու համար ու ժեստը որպես ժեստ որակում տալու համար դու պետք է հասկանաս իրան սովոր ժեստերը, որն է։ Օրինակ ես է սովորություն ունեմ սենց անելու, բայց ամենևին այնպես չի, որ ես տենց անընդհատ հուզվում եմ, էլի, կամ սենց անելու, դա մազերից երկարությունից կախված է։ Այս առումով դա զուտ քեզ սովոր ժեստ է ու ինքը քեզ առհասարակ գրիչը տալիս է տպավորություն եւ դիմացինիք մոտ եւ քո մոտ, որ դու պատրաստ ես բանակցությունների ու պատրաստ ես աշխատանքային միջավայր։ Ես կարծում եմ նաեւ ես կարծում եմ, որ նաեւ դու հենց այդ էմոցիան ես ուզում տաս եւ ստանաս ինքդ քեզ համար էլ։ Այսինքն որ վсё կպան գործի։ Վсё կպել ենք, սկսեցինք աշխատել, գնացինք։ Հա, ես զգում եմ, որ դրանով ուզում եմ ասեմ, այսօր տրամս բարձր է, դավայցի գործանենք։ Այո, հենց այդ էմոցիան է ստանում։ Վсё, գնացինք, կպանք։
Օրինակ ես բնավորություն ունեմ, ես գրիչը սենց վերցնում եմ ու սենց պահում եմ ձեռքից։ Կարող եմ միացնեմ, սենց անջատեմ, կամ չգիտեմ, սենց անեմ, կամ ինչ-որ մի հատ բան գրեմ, կամ ինչ-որ բան նկարեմ։ Իմիջիայլոց այս նկարներն էլ մի հատ լրիվ առանձին թեմա են, որովհետև ամեն գիծ են, որ անկապ քեզ թվում է, որ դու նստեցիր, խզբզեցիր, բայց դու կոնկրետ այդ պայծրությամբ էմոցիոնալ մեսիջ տվեցիր։ Ու շատ մարդիկ, ովքեր որ դա կարողանում են կարդալ ու ընկալել, շատ լիքը բան կարան հասկանան կոնկրետ այդ պահին քո էմոցիոնալ վիճակով։ Շնորհակալություն։ Վեներա ջան, խնդրեմ։ Տիգրան ջան, ես երկու հարց ունեմ։ Առաջինը, երբ որ ընդհանրենք ինչ-որ հանցագործ է եկել ու ինչ-որ դեպքի համար իրան բռնել ենք։ Ու իրականում ինքը մեղավոր է, բայց ինքը իր համար որպես ճիշտ ընդունել է այն սցենարը, որը ինքը մեզ պատմում է։ Այսինքն ինքը իր մտքում, սրտում, սենց այնքան է ասել հա դա ճիշտ է, որ իրան կարացել է մի խոսքով համոզի, որ ճիշտ է դա ու վերջ, իրականությունը դաժե արդեն մոռացել է։ Հիմա, երբ որ մենք իրան հարցաքննում ենք, ինքը սովորականի նման պատմում է, ոնց որ հենց հարց ենք տալիս, օրինակ անունդ ինչա, տենց էլ ինքը պատմում է։ Ուզում եմ հասկանամ, այս դեպքերում ոնց կարող ենք հասկանալ սուտը, օրինակ, որ ինքը չի խաբում, ինչ դեպքեր կարող լինեն, որ բացահայտենք այդ ամեն ինչը, եթե ինքը արդեն սուտը դարձրել է իր համար իրականություն։ Իրականում շատ լավ հարց ես տալիս ու շատ բարդ հարց ես տալի, ինչ իմաստով, որովհետև այո, շատ հաճախ ստի դետեկտորներին հենց այդ ձև են խաբում։ Գիտենք, այն ստի դետեկտորները, որ մարմնի կրծքավանդակին են կպցնում, ձեռքերին այդ իմպուլսներով, որ հաշվում են սուտը ասում, թե ճիշտ ասում, այդ մասնագետները ավելի լավ գիտեն հաշվարկը դրա ոնց արվում, շատ հաճախ այս գործընթացում մարդը կարողանում է խաբել զուտեն իմաստով, որ ինքնի մասին ինքը խոսում է, դա որպես բացարձակ ճշմարտություն ինքը դրան հավատում է։ Եթե ես հիմա այդ հարցիդ պատասխանեմ որպես իրավաբան, ես կմեջբերեմ քրեական օրենսգիրքը։ Քրեական օրենսգիրքը ինչ ասում։ Ասում է հանցագործությունը պետք է ունենա օբյեկտ օբյեկտիվ կողմ, սուբյեկտ սուբյեկտիվ կողմ։ Սուբյեկտը անձն է, այսինքն հանցագործություն կատարած անձ պետք է լինի, 1, սուբյեկտիվ կողմը անձի ընկալումն է իր կատարած արարքի վերաբերյալ, որովհետև այստեղ նաև քրեական օրենսգրքով տրվող գնահատականը կարա փոխվի, կախված իր ակնկալիքից, օրինակ այն մեկը ասում է գողը մտել էր տուն, գալիս էր որ դուռը բաց երեխուց խփի, ես զենքը անեցի իր գլխից խփեցի։ Այն մյուսն էլ ասում է ախպեր, տեսա մարդ մտավ հայատ, պրոստը որ չգա հասնի իմ դրանը, ես իրան խփեցի։ Այստեղ արդեն իրավաբանական առումով, քրեական առումով գնահատական տալը փոխվում է, որովհետև սուբյեկտիվ տեսանկյունը տարբեր է այս մարդկանց մոտ, նույն բանով չեն դատվելու իրանք։ Այս արդեն որ գնաս իրավաբանական ընդունվես, կչարչարվես, կիմանաս ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերվում է օբյեկտին եւ օբյեկտիվ կողմին, այդ արդեն կոնկրետ արարքն է եւ արարքի հետևանքներ։ Այս իմաստով ես կարող եմ այդ հարցից պատասխանել հետեւյալ ձև, որ մեր խնդիրը, մեր ասելով այստեղի նկատի ունեմ քնչական ման, օբյեկտիվ իրականության վերհանումն է եւ սուբյեկտիվ ընկալումների հետ համեմատական տանելն է, այսինքն իրականում ինչ ա եղել ու ինքը որ ստում է, խիա ստում։ Իսկ ինչ վերաբերում է այս պարագայում որպես ժեստերի լեզվի մասնագետ, հա, եթե կարելի է այդպես անվանել, դա շատ բարդ է վերհանելը, որովհետև որպես կանոն դա վերահանվում մանր դետալներով։ Այսինքն օրինակ ասում է ես այդ օրը այդտեղ չեմ եղել, շատ լավ, այդտեղ չես եղել, որտեղ ես եղել, Զոնքաչիս հետ Նախաճաշի, շատ լավ, որ ռեստորանում, այս ինչ ռեստորանում, ինչ կերակ, այս ինչ բանը կերակ, ինչ կար դրա մեջ։ Դետալների մեջ, նայ, որպես կանոն սուտը հորինելուց հորինում են գլոբալ շղարշը, որ ես այսօրը Զոնքաչիս հետ գտնվում եմ ես ինչ ռեստորանում, կերել եմ ես ինչ բանը կամ այս թեմայով խոսել ենք։ Դետալների մեջ էլ չեն խորում։ Հələ մի հատ դուք հիշեք են ձեցկի երեխական ստերը, հա, այն որ գալիս եք տուն, այս ինչ տեղն եմ գնացել։ Այն որ սկսում են հարցեր տալ, մեկը հոպ բլոկ էր եղնում ուղեղը։ Այդ դետալների մեջ է թաքնված ճշմարտությունը ու դրանով են կարողանում բացահայտել սուտա թե ճիշտ։ Չկա տեն սուտ, որը որ այդ դետալներից սկսած մինչև վերջի փուլ ամբողջությամբ լինի գծած ու պլանավորված։
Իսկ մնացածը արդեն քննչական տակտիկա է, այսինքն այդ հարցերը ոնց տան, ընդ շատ տարածված բան կա ու ինքը որպես գաղտնիք էլ չի, դրա համար կասեմ, այն хороший полицейский, плохой полицейский, որ մեկը գալիս է սկսում է գորգռալ, խփել, մփել, այն մեկը գալիս է ասում է լա հանգստացի, արի դու ինձ պատմի, դենամ ինչ ա եղել եւ այլն։ Սրանք արդեն քննչական տակտիկաներն են, ըստ որի որ դու կարողանալու ես բացահայտես այդ ճշմարտությունը։ Բայց կուզենամ մի բան էլ ասեմ, մի քիչ հիասթափեցնեմ Վեներա ջան քեզ, այն ինչի մասին ես հիմա խոսեցի, ոչ մի բուհում, ես ինքս Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն եմ ավարտել եւ բակալավր եւ մագիստրատուրա, այնտեղ sense բաներ չեն սովորացնում։ Այո, շատ լավ, քեզ կսովորացնեն քրեական օրենսգիր, քրեական դատավարություն, քաղաքացիական օրենսգիր, ամենաբարձր մակարդակով, խոսքը ԵՊ-ի մասին է, որովհետև ես ինքս եմ ավարտել, բայց այն ինչի մասին ես խոսեցի, նույնիսկ Արդարադատության ակադեմիայում, որտեղ որ քննիչներ եւ դատախազներ են պատրաստում, այս մակարդակով, որը որ ես հիմա ձեզ ներկայացրեցի, այդքան չեն ծավալում։ Դա արդեն դրված է տվյալ մասնագետի նախաձեռնության վրա, ինքնազարգացման վրա եւ այլն։ Ինքը շատ ցավալի է ու հույս ունենանք, որ կկարողանանք մենք մեր փոքր լումայով վաղ մյուսով փոխել այդտեղ եւ նմանատիպ ծրագիր ավելացնել։ Հասկացա լրիվ Տիգրան ջան, մերսի շատ։ Այստեղ մի բան եմ ուզում ավելացնել, ու հետո անցնեմ արդեն հաջորդ հարցից։ Նաև շատ ժամանակ նկատել եմ, որ տենց հետաքրքիր տրյուկներ իմացողները շատ սիրուն մոլորեցնող ձևեր են անում։ Օրինակ իրանք հենց այն, որ օրինակ եթե օրինակ աչ ես նայում, ուրեմն հորինում ես, ծախ ես նայում, ուրեմն անցյալից ես հիշում, այդ ամեն ինչը թեկուզ են մանր բաներ իմանալով, փորձում են ամեն ինչ անել, որ ավելի համոզիչ լինեն, ոնց որ խոսակցություն ընդհանուր իրանց ուզած ձևով են տանում, էլի։ Դրա համար էս էլ էր հետաքրքիր բան։ Հիմա հաջորդ հարցս տա։ Հաջորդ հարցս գրիչին է էլի վերաբերվում։ Ծանոթներիս մեջ կան շատ մարդիկ, ովքեր անընդհատ խոսելու պահին, թեկուզ ինչ-որ մեկերի հետ, լրիվ սովորական խոսակցության ժամանակ գրիչը ձեռքին են պահում, անընդհատ։ Ես գիտեի, թե սա կապված է իրանց ուշադրության հետ, այսինքն ինչ-որ մարդիկ, հենց մարդիկ կան, ովքեր իրանց ուշադրությունը կարգավորելու համար անընդհատ ձեռքում ինչ-որ բան են պահում։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս գրիչը հենց այդ ուշադրությունը կարգավորելու համար է հիմնականում, թե ավելի շատ ինքնավստահություն հաղորդելու իրենց խոսքին ու ամեն ինչին։ Այստեղ շատ հետաքրքիր է այն տեսանկյունից, որ այդ գրիչ պահողը ով է եւ որ դեպքերում այդ գրիչը պահում։ Եթե օրինակ չգիտեմ, ընկերական քննարկում է, ասենք քո ընկերն կամ ընկերոջ ընկերն է, մի ընկերական միջավայրով սուրճ խմելու է դուրս գալի։ Եթե ինքը գրիչը ձեռքին եկել է ու գրիչը ձեռքին պահում է, այս ուրիշ բան է։ Բայց երբ որ ասենք օրինակ դասարանով քննարկում եք անում, առարկայի վերաբերյալ քննարկում եք անում կամ աշխատանքային process-ի մեջ եք գրիչը պահում է, սա ուրիշ բան։ Օրինակ մայիսի ասացի մասով ըստ էության պատասխանը նույնն է, հա, եթե ինքը նախ ֆիքսենք են, որ այդ տալիս է մարդուն ինքնավստահություն։ Երկրորդը, եթե ինքը դա անում է բոլոր տեսանկյուններում, այսինքն սուրճ խմելու ընկերներով դուրս է գալիս սուրճ խմելու, գրիչը ձեռքին վերցրած գալիս է կանգնում սուրճ խմում։ Ստե արդեն կա խնդիր։ Ինչն է նպատակը, էլի այդ սուրճի ժամանակ այդ գրիչը ձեռքը պահելու։ Իրականում հենց այս երկրորդ տարբերակն է, որովհետև ցանկացած, այսինքն բոլոր տեսանկյուններում ընկերական սուրճապելու չենք գնում, բայց դե օրինակ քայլելու ենք գնում, այդպես ընկերական ժամանակ անցկացնելու ենք գնում բանման ու միշտ ձեռքին է գրիչը, ցանկացած տեղ։ Ձեր պարագայում, Վեներա ջան, ձեր տարիքը ինչքան է, 15 վերև եք։ 16 պլյուս է այդ մարդը կոնկրետ, էլի 16-ից 10։ Կոնկրետ այդ մարդը առհասարակ որպես կանոն 18-ից մինչև 20 տարին առհասարակ ձևավորումը շատ է գնում, բայց 18-ից 20 տարիները այդ հատվածը կոնկրետ բնավորության գծերի ձևավորումն է։ Այստեղ ձեր պարագայում կարա երկու բան լինի։ Առաջինը, որ այդ մարդը փորձում է իր կարևորությունը ընդգծել բոլոր պարագայում, այդ կարևորության ընդգծումը։ Եվ երկրորդը ինքը փորձում է իր պրիվիջկաները զարգացնել։ Օրինակ, երբ որ տարիքը փոքր է լինում 10-ից մինչև 20, այս 10 տարեկանից մինչև 20 տարեկան, այս միջակայքում դու սկսում ես պրիվիջկաներ ձեռք բերել։ Կարող է հիմա սովորա գրիչով, մեկ մի 5 օր հետո տեսնեք, ասենք օրինակ
ինչ ասեմ, sense բլոկնոտը ձեռն է ման գալի, կամ ասենք տեսնեք նաուշնիկներն է ձեռքը ման գալի։ Սրանով ինքը ուզում եմ ճիշտ բառերով ասեմ, որ սխալ չգնաք այդ մարդու հետ կռվեք։ Ավելի կոնկրետ ինքը տալիս է բան, իր համար զոնա կոմֆորտա ստեղծում, ադապտացիայի process է։ Դուք կարող է շատ կարճ ժամանակ հետո տեսնեք, որ այդ ժեստը էլ չկա, կամ այդ ժեստը կա ու արտացոլվում է ոչ գրիչով, այլ ուրիշ բան։ Ստեղ սա լրացուցիչ ինքնավստահություն է տալի այդ մարդուն, եթե իհարկե բոլոր փուլերում, ոնց որ նշեցիք, բոլոր փուլերում ինքը ձեռքին զբոսնելուց ձեռքին է, քնելուց ձեռքին է, դասանելուց ձեռքին է, բանակցելուց ձեռքին է, սա արդեն իր համար հիմք է ստեղծում ինքնավստահ լինելու։ Ու այս առարկան, ես դրա համար եմ ասում, որ վատ է, դա, այս առարկան դառնում է իր ինքնագնահատականը բարձրացնող առարկա, որը որ իրականում շատ վատ է, որ կոնկրետ առարկանա դառնում մարդու ինքնագնահատականը բարձրացնում։ Ես փորձեցի մաքսիմալ զուսպ գնահատական տամ, իրականում տենց դետալների մեջ որ խորանանք, ինքը ընդհանուր մինչև խոր ուսումնասիրության կարիք կա, եթե իհարկե հատկապես այն ձևով է, որը որ դուք նշեցիք, որ անընդհատ ձեռքին եւ այլը, սա մի քիչ արդեն ուրիշ բանի է վերածվում, էլի։ Հասկացա Տիգրան ջան, մերսի շատ։ Բայց այդ տարիքային շեմում ուզում եմ ասեմ, որ ինքը զուտ ադապտացիոն process կարող լինի, դրան տենց խիստ ուշադրություն մի դարձրեք։ Հասկացա, զուտ աչքից դրակել էր այդ անընդհատ գրիչը։ Այնա նպատակն էլ հենց այդ է։ Հենց նպատակը, այդ որ ասում եմ տարիքային բան, հենց նպատակն էլ այնա, որ աշկը ծակի դիմացի մարդու։ Իսկ ես որպես դիմացի մարդ, իմանալով այս ամեն ինչը, չեմ կարող օրինակ այդ ամեն ինչի իր դեմ օգտագործել, այսինքն Շատ բոմբ հարց տվեցիր, այ դրա մասին ես պետքա խոսեի ու չխոսեցի։ Տեսեք ժողովուրդ ջան, այս հարցի պատասխանը։ Առհասարակ որպես կանոն ոնց ենք աշխատում։ Ես հիմա ձեզ պետք է ասեմ նաև դուք ձեզ ոնց պահեք, չէ՞, վերջի վերջո որոշակի տոկոսով ունեք ինֆորմացիա, որը որ ձեր հասարակակից կամ ոչ միայն ձեր հասարակակից շատ մարդիկ չունեն։ Դուք միշտ պահում եք highline ձևով, այսինքն դիմացի մարդը նստել է, բայց դա շատ նուրբ պետք է անեք։ Դիմացի մարդը նստել է սենց, շատ նուրբ, դու էլ ես նստում սենց։ Դիմացի մարդը նստել է սենց, միանգամից դու էլ սենց չես անում ու նստում։ Շատ նուրբ աստիճանաբար դու էլ ես նստում սենց։ Սա նախ իր մոտ տալիս է նույն էմոցիան, որը որ ինքն է ձեզ տալիս, եթե դա նեգատիվ էմոցիա է, ինքը բացում է։ Եթե դա դրական էմոցիա է, ինքը դրական է տրամադրվում ձեր հանդեպ։ Այս պահը խնդրում եմ ֆիքսեք։ Այսինքն եթե դիմացինը փակ վատ էմոցիա ցույց տալի, նույնը անում ես, ինքը հասկանում է, որ դա վատ է, կամ դրա հետ հաշտ է լինում, կամ հակառակ ինքը բացում է։ Ենթագիտակցորեն է սա սավառում։ Ոչ մի բան դուք իրար հետ խոսալու կարիք չունեք։ Ու նույնն էլ հակառակ։ Մերսի շատ Տիգրան ջան, մի հատ էլ հարց տա։ Ուրեմն, երբ որ ինչ-որ մեկի հետ էլի խոսում եմ, բանակցություն եմ թեկուզանում, ու երբ որ տեսնում եմ, օրինակ, ինքը լարվում է, շատ արագ ու նենց չի մենակ, օրինակ, այս ինչ շարժումով կամ եսի ինչով, էլի, փունջը, ընդհանուր խոսակցության թեման, տեսնում եմ ոնց է արձագանքում, ուշադիր եմ լինում, օրինակ, ոտքերին, աչքի բիբին, ու հասկանում եմ, որ ցանկացած դեպքում ինքը լարված է։ Այդ ամեն ինչը, ասենց ասեմ, ոնց որ մի քիչ շատ այսպես աղվեսական չհնչի, բայց դե բան, ես կարամ այդ ամեն ինչը sense ֆիքսեմ, ոնց որ ասեմ, օքեյ, մի հատ պլյուս է ստեղ, ինքը լարված է, ու կարամ օրինակ նենց անեմ, որ ես իրան մանիպուլյացիայի ենթարկեմ ու իմ ուզածը անել տամ իրան այդ ժեստերի շնորհիվ, այսինքն հասկանամ, որ ինքը այդ ինչ ժեստերն է անում, ասեմ թույն է, իմ մոտ ստացվեց իրան հասցնել օրինակ բանի, չգիտեմ, շատ ուժեղ ագրեսիայի կամ շատ ուժեղ լարվածության։ Օքեյ, ես հասկացա հարցը, բայց այստեղ արի մի հատ հասկանանք մանիպուլյացիա ասելով ինչի նկատի ունենք։ Եթե դու նկատի ունես որոշակի գործողությունների օրինակ դրթելը, կարաս անես, բայց դրա համար ժեստերը բավարար չեն։ Այսինքն ես կարամ ժեստերով այնպես անեմ ու նենց իրավիճակի մեջ գցեմ իրան, որ ինքը վсё, արդեն կառավարելի է, բայց մենակ ժեստով ես չեմ կարող դրթեմ, որ օրինակ դու, չգիտեմ, բռունցքով այս պատին խփես։ Ես դե արդեն պետքա օգտագործեմ խոսքը։
ասեմ եւ այդ մեկ մարդը դու ես, որ կարած խփես եւ այս պատը ջարդես օրինակ, ու դու խփես ու այդ պատը ջարդելու փոխարեն ձեռքդ ջարդես։ Այսինքն միայն ժեստերով անհնար է մանիպուլյացիա անել, բայց առանց ժեստերի եւս անհնար է մանիպուլյացիա անել։ Ու առհասարակ մանիպուլյացիա անելը լավ բան չի։ Անտի Տիգրան ջան, մերսի շատ, այդ գիտեմ ուղղակի մտքովս անցավ հարցրեցի, ես վերջ, մերսի շատ։ Գնացինք առաջ, Աննա Հովանիսյան, խնդրեմ։ Մերսի շատ, ճիշտն ասած ես շատ հարցեր ունեմ, բայց նաև ուզում եմ հիշեցնեմ, որ վերջում խոստացել եք մի երկու բառ ձեր մասին պատմեք, ներկայանայիք։ Իհարկե, այդ կպատմեմ, բայց ոնց որ խոստացել եմ վերջում, դեռ հարցեր էլի մարդիկ կան, որ Իսկ ես վերջին ասել, սենց ավարտում ենք դրա համար եթե մտածեցի հարց հիշացնել։ ունեք, հարցը տվեք, եթե հարց չունեք, մնացածին լսենք, էլի ձեռքեր կան, էլի, ու արդեն ոնց որ խոստացել եմ։ Okay, ճիշտն ասած մայիսին, որ ասացիք գրիչը պահելու հետ կապված ու նաև նշեցիք, որ եթե պատահական անգամ թղթի վրա գծեր են քաշում, այդ ինչ որ նշանակություն ունի։ Ես միշտ սլաքներ եմ նկարում ու միշտ դրանք ներկում եմ։ Ուզում եմ հասկանամ այդ ենթագիտակցորեն ինչ նշանակություն ունի, էլի։ Ոնց որ այդ իմ համար պատահական ինչ որ բան անել է։ Իրականում ես ինքս էլ այդ բնավորությունն ունեմ ու ես ցույց կտամ այն ինչը նկարել եմ այս մեր դասընթացի ընթացքում։ Դա նորմալ է, դա նախ եւ առաջ առողջ պսիխիկայի մասին է վկայում։ Այդ ես չեմ ասում, այդ հոգեբաններն են ինձ ասել, որովհետև ես ինքս էլ դրա մեջ շատ խորացել եի, вообще օքեյ է, որ տենց է։ Ինչ վերաբերվում է կոնկրետ նշաններին։ Կոնկրետ նշանները առհասարակ, սենց շատ հակիրճ ասեմ, որովհետև ինքը լրիվ առանձին քննարկման նյութ է, էլի։ Առհասարակ սլաքներ տալը, որպես կանոն, ձեր մտքին տալիս է ուղղություն, այսինքն այն ինչի մասին դուք մտածել եք, կամ ենթագիտակցորեն եք մտածում, որ նույնիսկ դա չեք ֆիքսել, որ դուք դրա մասին մտածում եք, այդ միտքը գեներացնում է այդ սլաքները։ Կոնկրետ սլակով ներկել ու կլորակներ անելը, դրանք ուղեղի տարբեր կիսագնդերի մասին են վկայում։ Հիմա կոնկրետ իմ պարագայում հաշվի առնելով այն հանգամանքը, ես որ ձախլիկ եմ, դուք ենթադրում եմ, որ դուք աչլիկ եք։ Ինչից ենթադրեցի, որովհետև որպես կանոն ձախլիկների պարագայում աշխատում է ուղեղի աջ կիսագունդը, աչլիկներին է հակառակ, ու որպես կանոն ձախլիկները հակված են կլորակներ անելու ոնց որ ես, աչլիկները հակված են սլակներ անելու ոնց որ դուք։ Այս էլի միանշանակ բան չի, այսինքն 100% չի, բայց որպես կանոն պրակտիկան դա է ցույց տալիս։ Ու այստեղ շատ կարևոր է, թե ինչի մասին եք դուք մտածում։ Որպես կանոն երկու բան կուզենամ ընդգծեմ, որ շատ չծավալվեմ, էլի, լրիվ կմտնենք ուրիշ տիրույթ։ Նկարելը դա նորմալ է, պետք չի դրա վրա ֆիքսվել որպես բացասական բան, դա առողջ հոգեբանության ու մտքեր գեներացնելու նշան է։ Երկրորդը, եթե նկարվում է սլակներ կամ կլորներ, դա կախված է կիսագնդի աշխատելուց, որ կողմն է այդ բային աշխատում, կարող դուք լինեք աչլիկ, բայց սկսեք օրինակ, չգիտեմ, ձախով, աչով կլորակներ անել։ Եվ երրորդը, կախված նրանից կլորակներ, թե սլակներ, արդեն կախված է ձեր մտքի բանը։ Եթե կլորակները, որպես կանոն կլորակները նաև գեներացնում է այն, որ դու ինչ-որ մի բանի շուրջ երկար մտածում ես։ Երբ որ սլակները, դու արդեն պլանավորում ես, թե այդ քո գեներացրած միտքը ոնց պետքա դուրս գա քո ուղեղի մեջից։ Բայց էլի ոնց որ նշեցի, ինքը միանշանակ չի, 80%-ով կարամ ինձ իրավունք վերապահեմ, ասեմ, որ այդպես է, բայց միանշանակ չի։ Իսկ կոնկրետ նկարը, պատկերը ինչ է նշանակում, սա вообще լրիվ առանձին քննարկման թեմա է, այսինքն որ նայես նկարին ու կոնկրետ մեկնաբանես, այս խի ուղիղի չավեն, խի կլոր գնաց եւ այլն։ Այսինքն, եթե ինչ որ սլաք եմ նկարում, այդ նշանակում է ինչ որ խնդրի շուրջ շատ եմ մտածում ես ու կարիք ունես արդեն գեներացիան հասել է մտքի փուլը, որ կարիք կա հանելու այդ միտքը, կամ ուղերից է հանելու, կամ ասելու տվյալ մարդուն։ Հա, հասկացա։ Իսկ որ ասում էիք հատուկ լիդերները, քաղաքական գործիչները շատ են ժեստերի վրա ուշադրություն դարձնում, աշխատում են, այդ ուզում եմ հասկանամ, աշխատում են, որ հնարավորինս թաքցնեն, մոլորեցնեն, թե ոնց։ Չէ, քանի որ գաղտնիք չեմ ասի, որ ցանկացած
պետություն ունի ներքին եւ արտաքին անվտանգություն, իսկ արտաքին անվտանգությունը զբաղվում է նրանով, որ նայում արտաքին աշխարհում ինչ է կատարվում, այդ թվում նաեւ այլ պետության լիդերներին է հետևում, իրանց նպատակը նա է, որ պետության ղեկավարի նպատակը նա է, որ իր էմոցիաները ցույց չտա, իսկ համապատասխան ծառայության նպատակն էլ նա է, որ ինքը դա գտնի, խնդիր գտնի դրա մեջ, այսինքն հասկանա ճիշտ ասես, թե սուտ ասեց։ Նա արտաքին հետախուզությունից շատ փոքր բան կուզենամ պատմեմ, սա կապված է նաև մշակութային բանի հետ, հա, իրանց տարբեր մարդկանց, տարբեր մշակութային կրողներ լինելու մասին, տեսեք, ուրեմն այս հայտնի բանա YouTube-ով էլ կա, ես դրա համար հանգիստ պատմում եմ, ուրեմն արտաքին հետախուզությունում գալիս է Ամերիկայի ինֆորմացիա, որ Ամերիկայի քաղաքացի դոկումենտներով, բայց օտար երկրացի եկել է հետախուզություն անելու իրանց պետությունում։ Ու մենակ մի տեղ են կարողանում այդ մարդուն ֆիքսեն կամերաները ծաղիկի խանութից դուրս գալուց։ Ու ծաղիկի խանութից երբ որ դուրս են գալիս, ֆիքսում են, որ այդ մարդը հենց այդ գործակալն է։ Ուստի ծաղիկը բռնելու ձևի հետ է կապված։ Ուրեմն ամերիկյան հասարակությունում ընդունված է ծաղիկը բռնել, ինչ որ բան չկա, որ ցույց տան, բայց սենց ցույց տան, լավ։ Ծաղիկը բռնում են սենց տակից վերև։ Մեր ու հատկապես սովետական մշակութային բանով այդ կուլյոկը, չէ, ծաղկեփունջը սենց վերև են բռնում Ամերիկայում։ Մեր պարագայում հատկապես մի քիչ հին մարդիկ բռնում են ծաղիկը սենց թարս։ Հələ հիշեք, հələ մի հատ ձեր պապաներին հիշեք կամ պապիկներին